Ժողովուրդ ջան, ողջույններս իմ հետևորդների մեջ քանի որ աշխարհասփյուր հայությունն էլ շատ է հետևում եւ Հայաստանի հայությունն էլ շատ հետևում, ես կուզենայի մեր բարբառից անցնենք գրական հայերենի, եթե ինչ-որտեղ դժվարություն էլ ոչինչ, Արայիկի հետ, եթե իստումա դժվարություն չկտի, Արայիկն էլ է հայերեն գրական իմանում եւ հայկական։ Իմանում եմ, կուզեի ժարգոնով խոսայի, որտեղ սփռքահայերի իստումա կհասկանան, բոլիմինի։ Լավ, ես այսպես ասած ինձ համար էլ է շատ հեշտ իմ բարբառով խոսալը, Մարտունու բարբառով մանավանդ, Արայիկին էլ հադրութի բարբառով, բայց դե կարևոր երկու նրբություն կա։ Ինչ ենք ես Արայիկը զրույց անում։ Արայիկը անդրադարձել է իմ տեսանյութին, որտեղ ես արխիվից հրապարակում եմ արել, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը 1994 թվականին կամ 95 գերեւի 94 թիվն էր։ Արտահայտվում է միտք, որ պետք է Արցախի հարցին հրատապ լուծում տալ, թե չէ հետագայում կարող ենք մենք ձեռք բերել նոր ճշտամի, դա Իրանը չի, Ադրբեջանը չի, Թուրքիան չի, դա Ռուսաստանն է։ Արայիկը չի համաձայն այդ մտքի հետ, որովհետեւ մտածում է, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բարեկամական պետություն է երևի, ինքը թող մեկնաբանի հետո ինչպես է նայում Ռուսաստանին։ Իմ մտքերի հետ համաձայն չէ, բայց մեր գլխավոր նպատակն ինչը, երկուսս Արցախցի լինելով, երկուսս անցնելով պատմական բարդ փուլով ունենք տարբեր աշխարհայացք եւ ունենք տարբեր դիտակետեր։ Ես ուրիշ ձև եմ նայում Արցախի կորստի հարցին, ես ուրիշ ձև եմ նայում Ռուսաստանի Դաշնությանը որպես դաշնակից, ես ընդհանրապես քաղաքական process-ներին այլ աչքով եմ նայում, Արայիկը այլ աչքով է նայում։ Մեր նպատակն է եղել, որ երկուսից տեսակետը քաղաքակիրթ ձևով ներկայացրեք հանրությանը եւ հանրության մի ստվար զանգվածել, որ անշնորհք է իրան դրսեւորում, քաղաքական միտք լսելուց ինձանից թե Արայիկից Քցուն բռնումա որ կարա հայհոյանք տա, այդ մարդկանց մենք ուզում ենք այսպես ասած խորհուրդ եւ օրինակ ծառայենք, որ մարդիկ կարան հակառակ կարծիքներ ունենալով, նույնիսկ վիճաբաներ, նույնիսկ մի քիչ օրինակ կարող է զրույց թեժանա բարձր խոսանք, բայց մնան եղբայրներ, մնան նույն հայրենակիցները եւ իրար հանդեպ հարգալից։ Քաղաքական միտքը ոչ մի ժամանակ, ոչ մի րոպե չպետքա հայրենակիցների մեջ, մեր հայերի մեջ լինի բաժանումներ եւ լինի ատելություն ու ճշնամանք։ Այս մտքին երկուսս համաձայն ենք, բայց քաղաքական մտքերում ոչ։ Դե սկսենք զրույց, արա, եթե դու հարց ունես իմ արտահայտված մտքերի մասով, ես էլ եմ մտածում, որ հիմա այն թիվնա, որ պիտի իրար հետ, այսինքն քաղաքական, այսինքն ցիվիլ ձևով իրար հետ լեզու գտնենք ու ամեն մարդու հետ իր լեզվով խոսանք, որ իրար հասկանանք։ Վիրավորելով հաստատ բան չի փոխվելու, наоборот, տալու ենք շանս, որ մարդիկ օգտագործեն այդ վիրավորանքը քո դեմ։ Դրա համար այսօր պետք է շատ զգուշ լինենք, ու շատ զգուշ օգտագործենք այն բարերը, որ կա։ Մանավանդ մեր Ղարաբաղի ժողովրդի, որովհետև մեր Ղարաբաղի ժողովրդի վրա շատ է գնում Facebook-ում, շատ ակտիվ, շատ գիտես թուրք փախել են, շատ պրովոկացիա կա գնում, որ Ղարաբաղցի հայաստանցի ամեն։ Ինձ թվում է սա հայ ենք, պետք է միասնական լինենք, կարող է տարբեր կարծիքներ նետի չի նշանակում, այդ մարդը հայ չի կամ ռուսամետ է։ Կխնդրեի ժողովուրդ, ոչ մեկ Քոննեցերիմից ռուսամետ չասի մարդուն, եթե մարդ ունի իր կարծիքը չի նշանակում թե ռուսամետ, այդ վիճավորանք։ Ռուսամետը այն մարդիկն են, որ Ռուսաստանի պաշտպանում է, երկրի շահը չի պաշտպանում, ու հայրենասեր չի։ Ճիշտ չի։ Արայիկ ջան, նայ, ես մի նրբություն կա, երեք իմ էֆիրում անդրադարձա, եթե հայ քաղաքացի, հայ ազգությամբ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իգիտություն է համարում եւ փաստա համարում Ռուսամետ ուժի կողմից սարքված տեսանյութը, որտեղ օրինակ դու հրապարակել ես, թե Պուտինը խոսում է, որ պատերազմը մենք չենք մեղավոր, ինչ ասում է, Ղարաբաղը տարել է մեր ձեռից, потому что он сам признал Карабах в составе Азербайджана, мы потеряли, sense բաներ չէ խոսում։ Հիմա նայ, դու քանի որ քաղաքականության մեջ դու ինքդ ես ինձ մեր անznապես որ խոսացինք, ասեցի դու ես խորացված չեմ քաղաքականության մեջ։ Ես խոստովանում եմ, որ խորացված եմ քաղաքականության մեջ, բայց սա պետք է փաստենք եւ մեր հայրենակիցները պետք է հասկանան, երբ որ մարդ հետաքրքրված է քաղաքականությունով եւ մեկնաբանում է քաղաքական process-ներ, դա չի նշանակում, որ այդ մարդը որևէ կուսակցության ուժի մեջ է կամ որևէ պետական պաշտոն ազբաղեցնում, որովհետեւ բազմաթիվ մարդիկ կան, որ ասում են, որ քաղաքական գործիչ է, թե հələ էլ չեմ ասել, որ ասում են իշխանության մեջ է եւ իշխանության ծիրն է տանում։ Իսկ ես ունեմ sense դիրքորոշում եւ ես ինքս ինձ երթվել եմ իմ ներսում, ես ունեմ երթում կլաս, որ ես անկախ ամեն ինչից ով է սխալ, ով է ճիշտ, ասելու եմ այն ինչ որ ես տեսնում եմ եւ խնդրելով եմ Աստծուն, որ ինձ իմաստություն տա, լուսավորություն տա տվյալ իրավիճակին եւ ես կարողանամ ճիշտ մեկնաբանել, որ չփորձեմ ես էլ մանիպուլյացիա ենթարկել ժողովրդին, ինչպես բազմաթիվ մարդիկ։ Ես քեզ մի հասունական մեր ջահելությունից հասնում եմ, օրինակ քո տան մեջ, քանի զինվոր ես պահած, քանի զինվոր ես օգնած, որպես ծառայող, որպես Ղարաբաղցի, որպես խոյասեր Ղարաբաղցի, դու միշտ խոյասերություն ես խոսում, որ մեր հայ ազգը, չէ՞, այսինքն դու հայրենասեր տղա ես, սրտով հոգով։ Դու տարբերություն չես դնում, Հայաստան, Ղարաբաղ, կա մի հատ հայություն, չէ՞։ Ու Հայաստանի լիքը զինվորներ են ծառայել մեր մոտ, օրինակ քո տան մեջ դու ընդունած ես զինվորներ, պահած ես, կերակրած ես որպես Նայ sense ասեմ։ Ես առաջինը եկին իմ վրա վերագրեցի, ես երբևիցե չեմ ասել թե ես հյուրասեր մարդ եմ կամ ոչ հյուրասեր եմ։ Այսինքն իմ հյուրասերն է որպես մարդ։ Որպես մարդ գիտես զինվորին գնում ես անծանոթ չաստում ասում զինվոր արի մեր տունը պահ եմ։ Տենց են անում։ Ես չգիտեմ, ես ոչ թե զորամասի մոտ չեմ ապրել։ Հատ դու հադրութեցի, հատ զորամասի դտակով ասում ա ուզում ես մի խնձոր տա զինվորը ուտի, կամ զինվորը ալնում շատ ընտիր տղայա ուզում ես մի լավություն անես։ Կամ մարդիկ դասում են հացում կաֆե չէին կարող գնալ փոթային, տանում էր քո տունը, քո օջախը
ասում են ժողովուրդ եկեք ընթան տեղը ծառայում եք, խիչ օգնեմ որ որպես մարդ։ Նայ, Արայիկ ջան, ես sense ասեմ, ինչի հանդիպել այդպիսի բան, որովհետև կրկնում եմ, մեր տունը եւ մեր գյուղը զորամաս չի եղել, զորամասից հեռու եղել։ Մեր գյուղացիները զինվորի երես չեն տեսել։ Հիմա ինչքանից մեղադրես, որ ինչու քո հետ տենց դեպք չի եղել, դու պետք է մեղադրես սա գյուղացիները, որ խի ձեր տանը զինվոր չեք բայ։ Բայց ես մի հատ բան ավերեցնեմ։ Քանի որ ես եղել եմ պայմանագրային զինծառայող եւ իմ ձեռը հնարավորություն կար զինվորի խնդրած սկոչը, սիգարետը, հիմնական էլեմենտը է, որ ժամացույց բան էլի մեծ էլեմենտները։ Այսինքն առաջին այն պարագաները, որ զինվորի անհրաժեշտ է, ինձ որ ասում էին, ես այդ երեխեքին տանում էի, զինվորներին տանում էի հասցնում, այդ ամեն ինչը թե ասես իմ գրպանից չէ, որտեվ ես եղել եմ որ մի օրում 50-60 հազար դրամի առևտուր եմ արել, տարել տեղերքին տվել։ Ես տանում էի 103,000 դրամ։ Եթե ես տես լավ տղա խաղամ, ես չեմ կա, ես 2 օր աշխատավարձս 2 օրում ես պետքա զինվորների համար ծախսեմ, բայց այն որ ես տարել եմ եւ զինվորները երախտագիտություն են հայտնել, շնորհակալություն են հայտնել, այն զինվորները որ Ղարաբաղցի են եղել, իրանց ծնողները ինձ շատ ջերմ խոսքեր են հայտնել, ել չեմ ասում սպաները ընդհանրապես։ Ինձ ասել են որ քեզ շատ ենք սիրում հարգում, չգիտեմ, ջերմ խոսքեր են ասել։ Ավելացնեմ, դու ես ծառայել, դու պետք է իմանաս, որ ջուր տանող վարորդները միշտ սիրված են եղել հիմնականում զինվորների կողմից, որտեղ ջուր տանողը հետը էլեմենտը սկոչը եւ այլն տարել է։ Այնպես որ ես իմ բարությունը արել եմ, այո, բարությունը սարել։ Ես չեմ ասում վատ մարդ ես կամ լավ մարդ ես, ես պրոստը հարց եմ տվել, սկսել եմ Ղարաբաղից։ Քոցեմա միշտ Ղարաբաղն է, չէ, Գևորգ ջան։ Քոցեմա Ղարաբաղն է, Ղարաբաղի վլաստինա ռուսական, ռուսներն են, որ ռուսները տվել են Ղարաբաղը։ Մեր թեման տեից է սկսել։ Մեր թեման սկսել է այդ ուղուլից։ Դրա համար ես հերվից եմ գալի իրար հետ զրուցում ենք, պրոստը մենք կյանք ենք ապրել, դու ես Ղարաբաղ կյանք ապրել ես։ Ու մենք ինչ տեսել եք, բերեք դրանից խոսեիք, ես զայում, ասեմ որ ինչ տեսել եմ ես, ինչ տեսել եմ ծնված օրվանից։ Ես պատրաստ եմ էդի քննարկեմ, քանի որ էդի կա ու ես տեսել եմ։ Բայց այն ինչ օրինակ դու ասում ես, քո էֆիրում ասում ես ռուսները օրինակի համար ռուսներն են առաջինը ասել որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմը պետք է մտնի։ Օրինակ այդ վիդեոն, ես վիդեոն դրել ասում ես 5 վիդեո, բայց դու այդ սվեժի վիդեոն տեսել ես, ցույց ես տվել հանրությանը, որ հանրությանը իմանա որ ես ինչ օրը էսի ժամին դրած այդ վիդեոն։ Նայ, դու հրապարակ այս վիդեոն 24 թվականի ապրիլին ա եղել։ Իսկ այն վիդեոն որտեղ ես էլի իմ հեռախոսի մեջ ա էլի ժողովուրդ Control մի րոպե հրապարակից պրոստը այն մյուս հեռախոսը եկալ մի հատ հրապարակի տենանք օրինակ ես էլ կգեկալեմ ես հրապարակեմ որ այ այս վիդեոն տեղադրածել ես վաղ Ես կուզենայի որ այս պահին շուտ հրապարակեի որտեղ որ դու նեուժելի չես տեսել որ Պուտինը 20 թվականի պատերազմից մի քանի օր անց հետ մի շաբաթ անց հետ մի ամիս անց ասում է Ղարաբաղ всегда был в составе Азербайджана по признанию бана ООН այսինքն ՕՕՆ-ի по всем пунктам в составе Азербайджана չես տեսել այդ վիդեոն Հեսա ես քեզ մի հատ վիդեո չտամ Խնդրում եմ Արայիկին էլ ուղարկեք այդ վիդեոն ուղղակի եթե ձեզ ընկեր չի Արայիկին ընկեր չի դժվար Արայիկին կարողան ուղարկեն Արա բայց ոնց գտնեմ այս պահին եթե ինձ ասեիր շուտ որ Գևորգ ջան շորքան քանֆոսիկ ասել մի հարց պրոստը ընկերական հարց քեզ այն ասեք սայթը մոտ քո քարտը համարը նշած քարտո համարը է տելեֆոնը համար չէ իմ բանկովսկի կարտան է Ես չիմեն դու բլոկը տնես փոշ դելի հետ է դա տնես ինչ որ օգնություն ցուցաբերելու հետ է մարդկանց հետ դու գիտեմ պրոբլեմ մենք սա մեր կոնֆլիկտ վեճ պրոստը զրուցում առանց վիրավորությունից ես դաժե շնորհակալ եմ քեզ այդ հարցը տալու համար ինչու ես նախ մի հատ հարցամ դու առաջի անգամ ես տենում բլոգերը լրագրողը հանրային գործիչը դրած թե էլի ես տեսած ես առաջի անգամ եմ տենում մեր Ղարաբաղցի բլոգերը դրած այդ Ղարաբաղցի Իսկ մի րոպե քանի Ղարաբաղցի բլոգեր ես ճանաչում անունները տուր մի հատ համեմատություն արեք մեր Հադրությանին ճանաչում ես շատ գրագետ աղջիկա բլոգերա շատ գրագետ աղջիկա ու շատ դուսպեներ պատմություն ապտում ես Չէ անկեղծ ասած չգիտեմ Անի բլոգ կնայես ինքը շատ կրթված աղջիկա ինձանից ավելի գրագետ ես օրինակի համար չկամ ես Facebook-ներում ու չկամ ես պոլիտիկայում բայց Անին ինքը շատ գրագետ աղջիկա շատ տաղանդավոր ու շատ զասը որել է դպրոցում բայց ես մտածում եմ որ ես բազմենք ստեյս ոչ թե գրագետությունն ենք մեր քննարկում ենք մեր մշլենին Как мы думаем вообще? Նայ, սենց ուղիղ խոսամ։ Հիմնականում հանրային գործիչներ, բլոգերներ, լրագրողները լինում են կամ անկախ, կամ մտնում են ինչ որ մեկի թևի տակ։ Թե կարող կուսակցություն էլ չլինեն, բայց ինչ որ կուսակցության ուժի ծառա է։ Այսինքն կարող է ես այսօր չլինեմ կուսակցության մեջ, բայց այդ ուժին ես իր ժողովրդի ջուրդստեմ եւ ֆինանսներ ստանամ։ Հիմա տես ինչ է կատարում։ Եթե ես լինեի խոսում այդ կարտոշկի բանը որ այդ ես պատասխանում խիան նշած դրան եմ պատասխանում եթե հանրային գործիչ բլոգերը լրագրողը դու տեսել ես ինձանից բացի դե լավ ճիշտ չլինի անուններ տալ բայց ինձանից շատ հետևորդ ունեցող 300 քանի հազար ունեցող այնա լրագրող կա նույնպես շատ բլոգերներ շատ լրագրողներ կան որ ասում են մեր էջին աջակցելու համար կարող եք Patreon-ին փող գցեք կարակ էլի նման հաշվի համար են թողնում ուրեմն այսպես այն մարդիկ ովքեր դու սալավ իմացի այն մարդիկ հիմնականում կարողան այս բաց թողնում լինի եթե իրանց քարտը դրել են եւ աջակցությունն են խնդրում իրանց հետևորդներից ոչ թե սա մուրալա կամ բոլորին ես ունեմ հետևորդներ որոնք ուրախ են որ ինձ օգնում են ասում են Գևորգ որ քեզ խնդրեմ ունեիր քիչ ես ասել կամ Գևորգ որ քեզ խնդրեմ ասա բայց քանի որ ես չեմ կարա հետևորդներից գրեմ ասեմ ինձ խնդրեմ այս պահին առաջացել ես թողել եմ իմ հաշվի համարը հենց այդ նպատակով որ եթե ուզում եք աջակցեք դա իմ հետևորդներին ա վերաբերվում այսինքն այն թունավորված կենթանիները որ ինձ հայհոյում են բան են անում իրանց համար օրինակ դա գիտեք Գևորգը փող ա ուզում
իբր իր հորից եմ ուզում։ Ես ոչ ուզում եմ որ բան գրել եմ որ վիրավորանք են խոսում, նայ միոպե ամեն մարդը իր կարծիքը, նայ Գևորգ, օրինակ ես քեզ չէի ճանաչում, չէ՞, քեզ չէի ճանաչում։ Քո քարտի համար է գրած է, չէ՞։ Ու ես առաջի անգամ տենամ որ քո քարտը դու ես բլոգեր ես, խոսում ես ամեն ձևի, պատրաստ ես ամեն ձևի խոսում ես, գրագետ ձևերով и так далее։ Այո կոմից է ստաճը հարցը են արեք քարտի համարը նշած, այսինքն քարտի համարը ես իմ կարծիքով մարդ նշես նրա հետ է, մենք ինչ որ կմարքեցին։ Օրինակ ես ինձ դրա եմ ասես, ես կյանքում իմ քարտի համարը նշել չեմ, այսինքն Հիշ կամ ուժեղ բլոգեր եմ, որովհետև ես իմ բլոգս վեր տանի մեր կյանքում, ես տնանում, տա իմ հայրենիք ես հետ է, տա իմ մարդկանց սցնին վեր, հասես պենը կալի աստի իրացին, կարծիք սկիսվին, ու ես տրա հետ է փոստ հարկավեր, ես ինել եմ դիժեք պահի ապրած, ես պարտքեր ալել, միլիոնավ պարտքալար, ես կյանքը մի տաշ չեմ Facebook-ով կամ ինչ որ մի տեղով, վեր իմ պատպիչկնեսին իմ թեկուզ մի բագատի մարդ ինձ քրմեք անել, քանի որ ինձ ունի չեստ, ինձ ունի սովիստ, ինձ ունի հայրենասիրություն, ու ես գապով իմ գործանի, չարվի, իմ հոգսերս անիմ, մարդկա սղավ աշխատես, մարդկա աշխատելն ես տղա քո պատպիչկները ավտ ասենք քո ռոլիկները ավտ կայես ստուաս աշխատես ես իմ մենից ասես ես էշ տուփից մարդ ես էշ ու խեյս տարա պրոստը հարցում տուալ դե ես գիտեմ խեյս տարա ժողովուրդ Արայ ջան Ղարաբաղը նաև եղել է դեպք երբ որ ես ինչ որ իրավիճակ պատմական իրավիճակա ուզեցել եմ նկարեմ ասել են ախոր կամերա քաշի կամերա քաշի այգում ես ինչ անարգյամ տակյամ նրան վեր տոկոնիկ սահմանափակ մի հատ մտածելակերպ մի հատ կարծրատիպ վեր կներես է տա մենակ քեզ չում ասում տա ընդհանուր ինձել ունի սահմանափակ ինչ էր մտածելակերպ տոկոնիկ սահմանափակ մտածելակերպ եթե բլոգերը դրել է դե ուրեմն մուրացկան բայց իրականում պիչի իրականում անկախ ինգործնություն ապահովելու համար վեր ես դու այսօր 2300 հետևորդ ունես ճիշտ է Ես հիշես եմ ինձ հետաքրքիր ես շալեմ հենց 3-4 օր առաջ մինչև ինձ անդրադառնալը քեզ դրել է 1800 հետևորդ դու զա դե չես հիշում Գևորգ ես вообще подписчикные ищу внимание честно внимание им блог гидайся банца շատ շփոթա ես կապարեմ հետ մի վիդեո անի Դուսկամ, այն դու վերին ստուշկա։ Սկսալա մեղարաբանես նավետ, Փաշինյանին բարև ընտած։ Տղաց սկսալա, ես իմ կարծիքս տիալեմ վիդեոն արտահայտվալ։ Ու այդ վիդեոն շատ պուբլիկացիա հավաքալ։ Այդ վիդեոն ես չնջալի ես կընտրանքավը, քանի որ մարդիկ յուրաց սկալա հասկացավ։ Որտեղ դիեկա աստուց ինչ ասես։ Սա ներվիս։ Դրա հետ է կյանքում վինիմ պատրաստ ներինք։ Ամեն մարդ դեռ կոնես խլվելի։ Դու ես ասխալ մարդ կավիշ։ Ամենակարևորը տղամարդը հենա, նորմալ մարդը, հավատացյալ մարդը։ Վերկրեսա դժոխքան դուսկա։ Անգլերեջ դժոխքը։ Հասկանաս, դու վախտեն չկուսարի կալիա տղա դուսիկած։ Սխալներ անես, հասկանաս այրան սխալը։ Կալ հասկանալը, դա ամենաուժեղ մարդը կարելի իրան սխալը հասկանա, ու դուսկա այդ սխալան։ Հա։ Բայց կոմոտ են էս եկել էս ինձ որ քֆուր են գրան։ Կարաս ասես կինը լավ կինա, փաստորեն որ տենց է իրան պահում։ Կարինա Սարգսյանը եկել է իր հայրահայրություն։ Ես եկել որ արել եմ ասել եմ առանց վիրավորանքի հետ ձեր քֆուրը ջնջելու եմ, որովհետև ստե ուզում ենք իրար հետ շատ adekvat խոսանք։ Առանց որևէ վիրավորանքի, որտեղ ստե շատ հարց է առնելու, որը ավելի կարևոր է, քան այդ քֆուրը։ Հետ զետված քֆուրը կարող է, գիտեք, այնքան չի սուր, ինչքան մեր զորույց սուր կլինի։ Բերեք, ուրեմն թողեք մենք զորույց ենք։ Ես նախ իրան ուղղակի հիշեցրի որ հայրան ունես գրելի չգրես հայրան ու քո ընտանիքի անդամների անունը կգրես որովհետև մենք ստեր զրուցում ենք չի կարելի պրովոկացիա արած հիմա Արայիկ ջան ես ինչ եի ուզում ասեի դու ունես 2000 քանի կամ թեկուզ սեթիվներ չի այդքան այսինքն քո գործունեությունը անդրադարձել ես ընդհանրապես մի մարդու արած քայլը իմ գործունեությունը քաղաքական հանրային այսինքն դու քանի անգամ ես ժողովրդի Հարապետյան այդ քո իմ սես չունեմ այդ ճուճու սսկվի Чуть как русамет. Я внимания не обращаю на них, потому что мне плевать, знаешь, мне есть мое мнение. Инзонимый картикс. Им картикс на своим картикс. Я здесь внимание не обращаю на свой масим, уромис целым кирисен, траете старым кирис. Перед камце успокоит они животы. На, ես sense եմ ասում։ Իմ հետևորդը առանց իմ զգուշացնելու ինքը գիտի որ դիամոնք չունի իմ հյուրին կամ իմ զրուցակցին վիրավորելու, հայհոյելու, կարա ասի քիչ եմ կիսում միտքը։ Առանց իմացելու իմ հետևորդները գիտեն։ Եթե շալոյի մարդիկ է մտնում Արայիկին բան գրում, ես չեմ կարա իրանց բան ասեմ, բայց խնդրում եմ հարգալից եղեք թե Արայիկի հանդեպ, թե իմ հանդեպ, որովհետև ստե շատ կարևոր հետաքրքիր զրույց է գնալու։ Ստե երկու արցախցու տեսակետը հələ չեք եկել հասել է քաղաքական իրավիճակներին։ Հələ ծանոթացում է, հələ հարցեր ունի Արայիկը, ինչի եմ օրինակ քարտեզ համարը գրել։ Քարտեզ համարի մասով ես ուզում եմ որպեսզի չթվա թե ես մուրացկան եմ կամ արցախցի մենակ դու ես տենց անում։ Անուններ ճիշտ չի երևի հնչեցնել, բայց ես քեզ կուղարկեմ անձնապես, որ իմ աչքով ընկնեն, ասեմ Արայիկ, տես հայտնի լրագրող է, ինքը էսի անում է, որովհետև ինքը անկախ լրագրող է։ Ինքը եթե այսօր իրան չօգնեն, Արայիկ ջան, ես ինչի՞մ ասում։ Եթե այդ անկախ լրագրողին չօգնեն, չէ՞, եղբայր ինքը չի կարամ այդքան աշխատանք մատուցի ժողովրդին, որը կարևոր է։ Ինքը պետք է գնա արդեն մտնի որևէ հերոստա-ալիք, որևէ յութուբյան ալիք, որը ֆինանսավորվում է իշխանությունից կամ ընդդիմության կողմից, ու աշխատավարձ ստանա ոչ մի հաշվեհամարել չի գրի, որտեղ իր հաշվեհամարին արդեն տվյալ ուժն է փող իջեցնելու։ Եթե դու տես բան ես տեսնում, 99% իմացի, որ այդ մարդիկ
ասենք անկախ բլոգեր կամ լրագրող են։ Այնպես որ եթե ես դրել եմ դա, դրել եմ որ իմ հետևորդները աջակցեն, բայց կներես հələ մի հետևորդ ես այստեղ հարցի պատասխանը չէ պատմիչը 10 ժամը հարցատա ես Գայանե Բագմանյան Գայանե Բագմանյան ասեք ինչու եք նեղում որ գրում են ռուսամետ եք այս հարցին իրան պատասխանին պատմիչը շատ ակերից հետո ասեմ դա մելակաս Գայանե ջան նրանից եմ նեղում որ ես հայ եմ ես Ղարաբաղից եմ ես իմ հայ ազգը շատ եմ սիրում ռուսամետ այնա որ ռուսի օրենքը ավելի շատ է գնահատում քան մեր օրենքը ռուսի ժողովուրդին ավելի շատ է սիրում քան մեր ժողովուրդին այ ռուսամետը էտա բայց այն մարդը ով իր հայրենիքի համար մտածելով գնում է նրան որ այսիշ կարծիք ավելի լավ ասենց անենք որ մենք ավելի լավ ապրենք ու մեր երկիրը ավելի լավ ծաղկի դա չի դառնում ռուսամետ դա իր երկրի շահի համար պատրաստա գնա կոմպրոմիսի ոնց ես ու Գևորգը հիմա գնում ենք կոմպրոմիսի իրար տարբեր մտքեր ունենք մեզ բայց իրար հետ զրուցում ենք նրա համար քանի որ ես ուզում եմ իր միտքը հասկանամ ինքին միտքս ու իր հետ մեր մտքերով Արայք ջան, քո էջը որ մարդիկ մտնեն տենան, օրինակ դաշնակների Ռոբերտ Քոչարյանի բանը խոսքի պաշտպանում ես, էլի, այսպես ասած, որ կիսվում ես, ուրեմն համակարգից ես համամիտ ես։ Տվյալ քո երկրպագած օրինակ առաջնորդը Ռոբերտ Քոչարյանը, ինքը չի թաքցնում որ ռուսամետ է, ինքը Հայաստանի Եվ Արցախի գլխին եկած օրինների մեջ կոնկրետ Հայաստանին է մեղավորությունում։ Նա իմ ու քո մակարդակի մարդ չի, ինքը առաջին ինքը երկրորդ նախագահն է եղել Հայաստանի եւ իր խոսքը կարա հիմք ընդունվի եւ որպես փաստ ընդունվի ընդդեմ Հայաստանի։ Երբ որ ինքը ասում է Հայաստանն է սադրել ամեն ինչ արել, որպեսզի պատերազմ սկսվի։ Ինքը ռուսամետ է ու եթե դու իրան երկրպագում ես Գայանեի մոտ ավտոմատ հարց առաջանում էլի որ հարայ դու ռուսամետ ես թե հարցատվել թե մեղադրել է, չգիտեմ։ Ես Գայանեին ես լավ դու պատասխանեցի Գայանեի թե հարցին դրա համար ես եկես մի հարց ուղեմ։ Եթե Քոչարյանն արի, Ռոբերտ Քոչարյանն արի, ու ասելով ռուսամետ է ինքը մեղադրում է այսօրվա օրենքին, չէ՞։ Մի հատ հարց 1920 թվականին վարչապետը սի է եկել Ղարաբաղ, բոլոշություն կայնել ու ասել Ղարաբաղը Հայաստան է, Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ու նոր վերջի էֆիրներում ասում է Արցախ բառը պիտի մոռանանք, քանի որ Արցախը անունը տալուց կարող ասեցի պատերազմ, ուզում ենք խաղաղ երկրում երկնքի տակ ապրենք։ Խիատ է ասում, բայց բախ չեն մտածում որ Ղարաբաղի ժողովուրդը, Ղարաբաղի երեխեք աղջիկը կամ այ տատիկները իրանց սողում ապրում են ու իրենք էլ են ուզում այդ խաղաղությունը, որ կապույտ երկնքի տակ ապրեն, ոչ թե 30 տարի գյուլի դեմ ապրեն, իրենց տները լինի 20 կիլոմետր Թուրքի պոստից հեռու ու ապրեն ու իմանալով իրենք որտեղ են ապրում ու ինչ է իրենց սպասվում։ Արայք պատասխանեմ այսպես։ Ուրեմն եթե մարդիկ որպեսի մարդիկ ինձանից իմ վրա բան չանեն ասեն Նիկոլի եկել է որպես Նիկոլի ներկայացուցիչ կամ իրակուսակցության ներկայացուցիչ, ասեմ որ ես ոչ թե պաշտպանում, այլ մեկնաբանում եմ իմ պատկերացումն եմ հայտնում Արայիկին եւ ձեզ բոլորիս, եղբայրներ եւ քույրեր ջան։ Արայիկը նշում է որ 19 թվին, բայց չկան գիտեմ 18 թվին է եղել, էլի թիվը կապ չունի, այսինքն մինչեւ սեպտեմբերի 27-ը 18-ից հետո է եղել։ Ես Դու թե որ եկել է առաջի անգամ Արցախ իր ընտրվելուց հետո, այդ ժամանակը ասել, բայց կապ չունի, նախ դա մինչև 20 թվականի սեպտեմբերի 27-ն է, չէ՞ զրույցը արել։ Որ ինքը ընտրվել է, ես եկել եմ Ռուսաստան, ես ասել եմ Ռուսաստանից գամ Հայաստան, ու քանի ամիս ապրեմ Ղարաբաղ, որ ինքը արդեն եկել է Ղարաբաղ 18 թվի չէ, 18 թվից հետո, որ ինքը եկել է Ղարաբաղ, դաժե 100% 20 թվի մոտ էր։ Դե լավ, այսպես ասենք, մինչև 20 թվի պատերազմն է եղել, նախ այդ հաստատ երկուսս համաձայն են։ Ճիշտ է։ Ես ուզում եմ քեզ այսպես հարցով պատասխանել։ Յուրաքանչյուր կներես, հələ չենք ասել դրան։ Ես ուզում եմ միանգամից պատասխանել նաև որ Նիկոլը ողջևորում էր եւ ասում էր որ գնացեք պատերազմ, որ կասկա ժիլետ բան ով ունի, հանեք, մտցրեք այդ բանի տվեք ժողովրդին գնացեք կռին։ Ինքը իր վարվել է այնպես, ինչպես որ յուրաքանչյուր սպորտսմեն, ֆուտբոլ կլինի, բոքս կլինի, շամարտ կլինի, երբ որ մտնում է ռինգը, այս պայնել ինձ օրինակ միացել է սպորտսմեն, կարա հաստատի։ Ռինգը մտնելուց առաջ ուղեղում գրում է մի բան, պետք է հաղթեմ։ Բայց բոլորս գիտենք, որ ռինգում վերջը ավարտում է կամ մեկի պարտությամբ, կամ էլ նիչյայով։ Հիմա պատերազմի ընթացքում այդ մարդը այդքան ողջևորել, այդքան ասել է գնացեք պատերազմ, չգիտեմ եւ այլն, թե այնտեղ շտաբը ինչ արել, ինչ չարել ինքը որպես երկրի առաջնորդ, բարերով խրախուսել է, հայրենասիրական ճառը ասել։ Անում է դա նույնը իր տրիները, այդ սպորտսմենի տրիները, ասում է դուք պետք է հաղթեք, իրավունք չունեք պարտվելու։ Հիմա բայց պատերազմը ցածր շաքարով կտրեմ դու կարող ասես ընդհանրապես այն պահին որ պետք է մի հատ բառ ասես համաձայն ես կարելի է տրեները մինչև այդ ասելը պարապցնում է իր ուչինիկին բոքսում ու պոլիտիկան տարբեր բաներ են մեր երկրի ղեկավարը պարտավոր է իր հայրենակիցների համար մտածի ոնց իր երեխու համար իսկ տրեները իր համար էլի ուչինիկին սովորեցնում է տարիներով մանկուց նոր գրքում գրվելու Արդեն պատրաստ է որ կրվի։ Ինքը իսկապես ոչ էր անի, ինքը պետք է պատրաստ լիներ այդ կրվին։ Եթե պատրաստ չի եղել, պետք է Արցախում հայտարարել, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Ու այսօրվա վրա ինքը այսքան տարի անցած, 5 տարի անցել է, 7 տարի։ Հայաստանում կայնում է, այսօր այս վերջի ժողովում կայնում է ասում է, եթե մենք տանք Արցախի անունը, մենք չենք կարող խաղաղ ապրենք։ Այսինքն այդ մարդը գիտե որ Արցախը ասի Հայաստան է, կամ այդ բանը դինի, всё, վերջ կրիվ անելու, պատերազմ անելու, իմանալով ասել է ինքը։ Արգելի եղբայր Արայիկ, դու տրամաբանական հարցեր ես բարձրաձայնում, բայց քո հարցերի մեջ նաև կա պատասխաններ, որը դու
հպանցիկ ես անցնում ու չես ուզում ուշադրություն դարձնել։ Ես քեզ ներկայացնեմ։ Ու ես քո հետ համաձայն եմ, որ տրիները իր գրուպը մտցնելով ռինգի մեջ կամ ֆուտբոլը մարզադաշտ մտցնելուց առաջ պետք է լավ տրիներ ավատանի։ Դու համաձայն ես իմ հետ, որ Նիկոլ Փաշինյանը ավելի քիչ է եղել տրիներ այդ խմբին, բանակին թեկուզ էլի, քան թե Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան եւ Ռոբերտ Քոչարյան։ Լևոն Տեր-Պետրոսյանին հանում ենք, որովհետեւ հաղթանակ բերած նախագահանա, չգիտեմ Արայիկը որպես արցախցի հլի դա ընդունում է, թե ինքը համարում է հաղթանակ Բերացը Ռոբերտ Քոչարյանն է, սրանել եմ ես ուզում անդրադառնալ էսա։ Իրան հանում եք թուլացած պետություն, պատերազմից հետո վերականգնում Ռոբերտ Քոչարյանի օրոք ուժեղ ակտիվ տնտեսական աճ ա եղել, ես ինչքան էլ ասեք Նիկոլականը, բայց ես ճիշտն եմ խոսում։ Ռոբերտ Քոչարյանի օրոք տնտեսական աճ ա եղել։ Տնտեսական աճի հիմնական ազդող ուժերներին թե Սփյուռքահայության մեծ աջակցությունը Քրքր Քորյանի, Շարլ Ազնավուրի եւ այլ մեծահարուստների աջակցությամբ եւ եղել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Եվրոպայի դռների բացումը հետ խորհրդային պետությունների առաջ։ Այնպես որ մարդը 10 տարի նույն տրիները Ռոբերտ Քոչարյաններ, նույն տրիները Սերժ Սարգսյաններ չեն զինել, չեն ուժեղացրել իրաց թիմը բանակը տվյալ պարագայում, 2 տարվա մեջ ակնկալել եք Նիկոլը, որ պետքա ուժեղ պատրաստեր բանակը, հասցներ այն մակարդակի, որ հաղթեր 25-30 տարի զինված Ադրբեջանին։ Բանակը վատ էր, դու ո՞ր տրին ես ծառայել։ Ուրեմն ասեմ, ես ծառայել եմ 2008-ից մինչև 10 թիվը զինվոր որպես 18-20 տարեկան մադաղից եւ 14-15-13 թվերին ծառայել եմ երկրորդ պաշտպանականը որպես ջրի ավտոյի վարորդ։ Ես ողբում էի իմ կոմանդիր ռոտի առաջ միշտ չէր եղել։ Մի անգամ այդպես դեպք ա եղել, ասում եմ, «Արա, այս ինչ ա կատարվում»։ Այդ օրը ուրեմն զորավարժությունա չեք ասում, որ մոբին կանչում են պատրաստ են, դեպնա որ կռիչի։ Մեր կացելնիայի ավտոպարկի դեմն էր կացելնիա, ես էլ վարորդ։ Ընդ այդ տղերքը նստած, հա հի-հա Քեֆ են անում, բան ոչ ասում ես տղերքը որ վաղը կռիվնի, քիչ են պատրաստում պատերազմի, որ գնան գործողություններ մարտական կատարեն, սովորեն, ասում դու քուդար դավդ կաց զիլդ քշի։ Ասում անունը ցտամելի կոմանդիր ռոտից, ասում զիլը քշում եք որ կռիվ սկսի, մեր տղերքին չեն պատրաստում, ստե բանակն էլ բարտակա, ասում քու գործ էր կաց, այսքան ինքն։ Այսինքն ես հարց ես դրանով էլ քեզ ասեցի, որ ինձ անհանգստացնում էր մեր բանակի վիճակը, պատերազմ սկսելու դեպքում թե ինչ էր գալու մեր գլխին։ Եվ ես ասում եմ, կուզեք վախկոտ կասեք, կուզեք, չգիտեմ ինչ ուզում եք ասեք առանց հայհոյանքի, ես 15 թվին եմ լքել երկիրը։ Գիտակցելով, որ Սերժ Սարգսյանի կառավարման օրերը, տարիները ավելի ոչ թե օրերը։ Անումա, գալիս է պատերազմը ու ինքը չի պատրաստում պատերազմի։ Ես դա բազմիցս մի շրջապատում ասել եմ, ու ես 20 թվի պատերազմից հետո, երբ որ եկել եմ Ղարաբաղ, հələ 16 թվի քարոյրայից հետո, ինձ ճանաչող մարդիկ ասել են, որ Գևորգ, այդքանը որտեղից գիտեի, ասում ես, ինչ որ բան են բացահայտել։ Ես ուղղակի պոստեր եմ ես գիտեի, դու էլ գիտեի, բայց դա չի նշանակում քո բանակը վատ է, քո բանակը ինչով է վատ, որտեղից է վատ։ Բանակը ոչ, ես ինչ եմ ասում, Արայիկ, դες զուրկ չենք անում։ Ոչ բանակին ասում ենք վատ, ոչ բանակին ասում ենք լավ։ Ինչու՞, որտեղ բանակը երկու հիմնական մասի է բաժանվում։ Զենք զինամթերք եւ զինվորականներ, այսինքն զինվորներ, սպաներ, այսինքն մարդկային ռեսուրս եւ սպառազինություն։ Հիմա ես ասում եմ քո սպառազինությունը այն չէ, որ պետքա լիներ, չէր համապատասխանում ժամանակակից տեխնիկային ժամանակակից սպառազինությանը, բայց քո բանակը, քո այդ մի մասը, զինվորները, զորքը եւ ոգով եւ խելքով շատ լավ էին։ Մնում էր իրաց ձեռին դնեից համարժեք զենք եւ ոչ թե Ադրբեջանը, այլ հարևան կարողա Իրան տային ցրիվ տային։ Զենքն է հարցը լուծում, զորքն է հարցը լուծում, երբ որ զորքը զինված է։ Որ ասում է մեր բարբարով մի խոսք է, ասում է հջաթը գործչանում է, հջաթն է գործանում, հջաթը գյուղը չէ որ սպորի տնանում, լի, հջաթն դա։ Սպորը գործչանում, մած խոսալը գործչանում, հջաթն էլ ինստրումենտն է, գործիքն աշխատում։ Հիմա ես ասում եմ գործիք չենք ունեցել, դու ասում ես բանակը վատ չի եղել։ Պրովոկացիոնի մի բան է, ստացվում որ օրինակ մարդիկ կնենք ասեն Գևորգն ասել է բանակը վատ է, Արայիկն ասել է լավ։ Նայ դու ասում ես զենք չի եղել, բանակը այսինքն բանակը մեր ապահովված չէ, լավ չէ, թե զենք չի եղել, չես կարող կռվես, չէ՞։ Չի եղել, թե ժամանակակից չէր, դա տարբեր մտքեր։ Ժամանակակից չէր մեր Ղարաբաղում զենքեր ուզում ես ասես։ Ոչ թե 99% ժամանակակիցը չէ։ Ես ոնց են այդ քիչ քանակով այդքան թուրքերի մամալացրել, կասես Ղարաբաղցիք մեր։ 13 թվի մի օրվա պատերազմում։ Մի օրվա պատերազմում ավելի շատ են գործել մեր տղեկը, թա 20 թվերն ավելի շատ գործել։ Այդ մասշտաբի։ Հա։ Դու Պուտինին որ հետևում ես մեկ-մեկ լսում ես Պուտինն ասել է ինչ էլ լինի брашни ночь, все равно в конце результат будет одно։ Այսինքն թե ինչ էլ արել են վնաս են տվել, результаты был уже պարտությունը, это ուրիշ բան չի եղել, պարտությունը եղել 19 սեպտեմբերի։ Դա պարտություն չէ, ինչ են անի պարտություն անել իրա, չէ՞։ Բայց չես ու ասա, թե Գևորգը համաձայն է մեր քաղաքական ղեկավարությունը Արցախի, թույլ տար որ այդ պատերազմը լիներ այդ մեկ օրյա։ Բայց Գևորգի պայքարը եթե հետևեիր Արցախում, դրել են ինձ հիշեցնում, ես ինչու ասալ, արա Շահրամանյան, դու էքստրա պատասխան տո մեր վաղվա օրը։ Դա սորից, վաղվա օրը նկատի ունեի մեր ճակատագիրը, ոչ թե հենց վաղը մյուս օրներ 10 տարիներ, 5 տարիներ։ Շահրամանյանը դուրս չի եկել, ոստիկանության պետները Շահրամանյանը չփակի չես օրինակ այսօրվա վլաստին դու դառնում ես այսօր ասում ես Փաշինյանը ճիշտ անում ինչ անում է։ Ես ճիշտ չեմ հասկանում քեզ։ Կավ ես հասկանում։ Փաշինյանը եթե սխալ բան է անում, Գևորգը այդտեղին է, որ Փաշինյանը օրինակ արած կամ Փաշինյանը չի իր կառավարության կոմիսիոն ընդունված, իր կառավարման մասով բողոքը հայտնում է, քննադատությունը հայտնում է, եւ Փաշինյանը այնքան պլյուս ունի նախկին նախագահների մոտ, որ ոչ թե բռնում գալիս է դատում են վնաս տալիս։ Օրինակ մի պլյուս ասեմ։
Վերջերս օրինակ որպես շատ հեռու չգնեմ իմ հանրային գործունեության մեջ 2 տարին ինչ Հայաստանում է, ոչ թե Արցախում։ Արցախում այլ բնույթի էր, այլ թեմաների շուրջ, Հայաստանում այլ, որտեղ Արցախում Արցախի թեմաներ, իսկ Հայաստանում Արցախի թեման բրծել է, որ ես պայքարեմ Արցախի որևէ կոմունիկացիայի, որևէ ինչ-որ բնակ։ Բարբարոնից վրա, բարբարոնից քեզ։ Իհարկե։ Եթե քո բարբարոնից մի գիտա, ես պրոստո խորհուրդ որպես հարազատ, նու սեմյա։ Եթե քեզ ունի բարբար, ասես բարբարը վերավեր սկսեմ մենք։ Գիտա քո Արցախը բրծած չի, Արցախը հենա ասեք քո բարբարը սրտում։ Ու այդ քո ժառանգի խոխատ, դեպարտամանա նրանա, մեր ունի այդ բարբարը քաղցր։ Այդ բարբարը լայնի չի մեզ տուված։ Մու խոխավը ստանցնվալը, այդ խուսելավը, այդ մծնալը, այդ քաղցր բարբարավը։ Ու տա մեր լեննական են բարբարնա, լեննական սերիան բարբարը չի մնան։ Մնան կսեն։ Նույնն է մուք պարտավոր։ Ինչ կամ քեզ բարբարը ցեսը, մեր Արցախի նայնա, մեր սրտերում նելն են։ Ու ասկստա կարող է դեպի Այդ ես չեմ կյանքը հակարեն մասնաբար։ Այ sense ասի։ Ուրեմն նախ ես մեր տանը խոսում եմ բարբարով իմ տնեցիքի հետ, իմ Ղարաբաղցի ընկերների հետ խոսում եմ մեր բարբարով, մեր լեզվով։ Քո հետ գիտես ազնական խոսալուց մենք մեր բարբարով ենք խոսել։ Արցախը կազմայ, 10 մել Արցախը կազմիչ։ Թե Արցախը հիմա ես Արցախի հողի վրան չեմ որ դիմում գրեմ հանրային խոսամ ասեմ արայ։ Դու Արցախի հողի վրա ես, ասեմ թե ես Արցախի հողի վրա։ Այսինքն դու բանակում ծառայելու ժամանակ տալիս էի նալոգ էր տալի պետությանը։ Փոխողից բանալու Ապահովագրության համար տալիս էի փող, բնալոգ տալիս էի, չէ՞ նալոգ։ Ծնողները որ աշխատել են նալոգ էին, չէ՞ տալի պետությանը։ Այդ պետությունը մի հատ պետություն էր, որը վերևը նստած է, այսինքն Հայաստանում։ Մարդիկ ասում են մենք նալոգ ենք տվել ձեզ պահի, սա հայ ազգնա նալոգ դու ինձանից բռնած քեզից դուրս եկած։ Ու այսօր դու հայկական փողում դու կարաս զգաս քեզ որպես Արցախում։ Հայկական փող, որտեղ դու հաջողականությունից ես խոսում։ Այո։ Դու քաղաքականությունից ես խոսում, ռեալ պոլիտիկայից ես խոսում, ես զգացմունքներ ունեմ, եղելա ու կլինի։ Մենք եղել ենք նույնիսկ ռոմանտիկ տարիներ զգացմունքներով ենք առաջնորդվել, բայց ունենք հիմա սառը դատողություն, դու էլ չէ, ինչքան գիտեմ ամուսնացած երեխաներ ունես։ Երեխա մի հատ տղա ունի մա։ Երեխա աստված շատան, այնքան էլ որ բազմացավար։ Հիմա եղբայր ջան, դու 16 տարեկանի ռոմանտիկ զգացումներով ես շարժում, թե այսօր դու գիտես որ ցամաքած պետք է բերես երեխուն տաս։ Դու 16 տարեկանում չես մտածել ցամաքածի մասին, երեխուն տաս։ Մի հատ քո օրինակ քո ծնողն է քեզ գերակրել, ճիշտ է։ Հիմա 16 տարեկանում չեմ մտածել, բայց իմ ծնողս նենց արել, որ ես մտածեմ որպես հայրենասեր մարդ, որ Ղարաբաղի ջուրը կյանքում չմոռանամ, ու որ երկրում ելնեմ, որտեղ ելնեմ։ Հայաստանից թեկուս հեռու իմ հայ ազգի միջ գովա, ու նենց անեմ մեր հայ ազգով բարձենամ։ Այսինքն հայրենասեր մարդերն որ նենց անում իր երկրով բարձենան, իր անում եմ իր երկրի անձից։ Ես հետ եմ ասում, որ ասում ես Արցախից չկարիչ խոսակ, Արցախից պիտի մենք շատ խոսանք, քանի որ տնանք այդ Արցախի ասավն է, որտեղ կանք հիմա։ Իսկ չես հասկացել Արայիկ ինձ։ Ես դե ուրեմն լավ կարճ պատասխանեմ։ Ասում ես Նիկոլո հետևում է, որ ինչ-որ բան ես բողոքում արձագանքում։ Սենց ասեմ։ Ես վերջերս բողոքել եմ, որ Սփյուռքից եկող մեր հայրենակիցները տուն են ուզում առնել, ստե արհեստական խոչընդոտներ է ստեղծվում։ Փողի աղբյուր են հարցնում, թե եկամուտի աղբյուրը որտեղ է, եւ խոսացել եմ, որ բանը մարդիկ նոր տուն հողամերձ են առնում, տուն են ուզում սարքեն, եկա-քաշքշոցի մեջ են ընկնում, կադաստրային հարցերով եւ այլն եւ այլն։ Այն օրը ես հրապարակեցի վիդեո, որ Հայաստանի հանրային եթերով հրապարակել եմ, որ այս հարցերում արդեն աջակցություն ա տրվում, այս հարցերում արդեն հեշտացվել է գործերը։ Ես գլուխ չգովանք, ես նույնիսկ հաջորդ օրը եթեր արեցի, ասեցի ժողովուրդ ջան, տեսեք իմ բարձրացրած խնդիրը մի շաբաթ առաջ, 9 օր առաջ էի բարձրացած ձայներ։ 9 օր առաջ արտահայտված միտքս այսօր իշխանությունները հետեւություն են արել, այսինքն նստել է քաղաքաշինության նախարարը, որ եկեք նստենք զրուցենք, տենանք ինչ անենք, որ ժողովրդի համար հեշտացվի տուն սարքելը։ Իսկ եթե Քոչարյանի օրոք ես դա անեի, կգային գլուխս ջարդային, չգիտեմ, էլի մի սուքարանի կոնքին կխփեին, թե ինչ կանեին, կասեն դու ինչ իրավունք ունես իշխանության մասին բան ասես։ Ես քեզ շատ չգնամ Ստեփանակերտում, քաղաքում խնդիրի մասին բարձրացնել։ Որտեղ էի ապրում, Քոչարյանը որ ասում ես գալու են գլխիստան, դու որտեղ էի ապրում։ Եթե ես Երևանցի ելնեի, Երևանում ասեի գալու են գլխիստան։ Գևորգ, պրամոյ հարց, դու ստեղծես լավ պրես այդ իշխանության օրոք Քոչարյանին։ Ղարաբաղ տան այդ մաչինս լավ պրես։ Հա։ Ղարաբաղ քյուրուտ խմես լալ։ Ահա ստաց էլի ոչ այս ժողովուրդը։ Ես քեզ պրոստը ցնես մի աղբեր, գաշենք առանց սպորի մեր մոտ չի ստացած այդ նույն բաները Նիկոլի օրոքել կար 2 տարի։ Էդի ժամանակաշրջանը գերազանց հարցն տաս, բալա, վաշերը շատ է չնա խմես լալ, այդ հացու տեստա, այդ օդ շնչես լա, չէ։ Ու դու նորներ երջանի կնա, չէ, պրես։ Հա, բայց այս անցյալով խոսում է, ասում ես այդ օդ շնչես։ Դու անցյալով ես Քոչարյանն օրոք, Քոչարյանը ինչ կապ ունի պատմոտվեն հետ։ Բայց դու համաձայն չես վեր անցյալում խոսում, անցյալում Արցախը մուկը պրեյս ընկնել, մենք Արցախում դայ չոքս են անցյալում վերը մուկ ծնվալը, ես նա դու ծնվալ, ես նա դու։ Մտածա, այսինքն մեր աշխերը մեր տսնասալը, մեր կլոսը, միջամեն գնա այդ պեները մաչին, այսինքն մուկ տատասալը գրյալ։ Զգացալ, դրա մեր կոժին իր մեր ախպերս ցավը տանը ինչ ես առաջարկում Արցախի հերոստատեսության նման առանց որևէ վատ բան ասելու գնան մարդկանց հարցեր տամ ինչ կապ ունենք էմոցիոնալ հարցեր տամ մարդկանց Արցախը ձեր մտքում է Արցախը ձեր սրտում է այսինքն ես ժողովրդի հոգու հետ խաղամ սրտի այդ մուրմուրի վրա աղ լցնեմ երբ որ դու
անցյալով խոսում ես եւ սկսում ես հիշատակել քո գյուղը, աղբյուրը, Քոչարյանը ո՞ր թվին է պրեզիդենտ, վարչապետ պրեզիդենտ, ո՞ր թվին։ Քաղաքական թեմա եմ տանում, իսկ դու էմոցիա ես բերում, ասում արի քաղաքական, չէ՞ որ դուք տունը ապրում եք։ Քաղաքական չէ՞ որ այդ քաղաքականության համար չես ասել Հայաստան։ Արայ ջան, այսպես իրար լավ չենք լսում, որովհետեւ դու նոր ասել ես, որ Արցախի մտքում է, իմ սրտում է, դու քո ճյուղը չէ, ասես զգացմունք ես արտահայտել։ Ես զգացում եմ խոսած, զգացում եմ արտահայտել Քոչարյանի մասին։ Ես Քոչարյանի երկրի նախագահ ինչ անում են, ցանում որ քո զգացմունքը ուժեղ լինի, չէ՞։ Այսինքն ապահով տուն, գործ, ապահով երկիր, որտեղ կապուտ երկինք հա, որ պարոն Փաշինյանը ասում է, կապուտ երկինք տակ ապրենք ու ապրենք, աշխատենք, ստեղծենք։ Մեր դինի բալիկներ, մեր բալիկներ, հիանանք իրենցով առողջությունները ստեղը լինի, կարանք մեզ տունը տան վրա տուն սարքենք։ Բայց այսօր մեր տան վրա չկարած սարք տուն սարքենք, ինչի համար, մի բարի համար, չէ՞։ Որ եկավ ասած դե սկսա։ Արայք, նոր որ դու քո խոսքերի մեջ այնպես ես ասում, որ զգացմունքներ ես արտահայտում Արցախի լինելիության, մնայության եւ ապագայում նորից մեր գիրքը գալու։ Նա ես հույսս չեմ կտրել, չեմ ասել Արցախը եր մեր գիրքը չգա։ Ես ասել եմ, եթե Աստված մեզների մեր մեղքերի համար, եթե մենք խելքի գանք, դարձի գանք եւ պատմական շանս լինի, մենք վերադառնալու ենք Արցախ։ Դες ասեմ, մի քիչ ես զգացմունքներ արտահայտեմ։ Նախ առաջինը ես գիշերը երազներից իմ տանն եմ Ղարաբաղի, իմ գյուղում եմ, ընդ եմ քայլում, այս զգացմունք, եթե ուզում եք զգացմունք լսեիք, այլ ոչ թե զգացմունքները մեկ արտահայտվել, բացի Փաշինյանից, որ ինքը 64% անցնելու է պոլիտիկայում, չէ՞, դու ես Ապա 64% ձայնա չէ վկլան Փաշինյանը։ Ու դու բերանավը ցերտես։ Բախած մնեմ ես Արցախին զգացմունքներ անի խոսե։ Մենք քիչ երեք կուցրալ։ Այսինքն մեզ թորքես լոխսնես։ Բավական այնա տաղանդել ունեմ, որ բանաստեղծություններ էլ գրեմ, ուղղակի այնքան խորացված եմ քաղաքականության մեջ, որ շուտվանից չեմ գրեմ։ Եթե ես օրինակ Գերազանց կավարտել ես դպրոցը պետական համալսարանում լավ էի սովորում, բայց քո պապան, քեզ մաջիկո պապան ուժեղ հայտնասեր տղամարդ է։ Հետո գիտեմ։ Բայց իմ պապան էլ էր, մինչև պատերազմը ինձանից առաջ, մինչև Գևորգը բլոգեր դառնա ռուսական այդ բանը, որ պրոպագանդայի դեմ Արցախում պայքարողը գյուղամեջին պապաս է, գյուղամեջը մի քիչ։ Սպասիբա մարտալաշատ, սպասիբա մարդ, դրա մասին լավ ասել։ Պտուղը ծառից հեռու չինգնում, արի անձնական դաշտ չմտնենք, բայց եթե զգացմունքներից ենք, դե զգացմունքները դա անձնական դաշտ չենք մտնում ուրիշի։ Խոսում եմ ինձ զգացմունքներից, այո, ես էլ այդ նպատակ այդ բանը ունեմ, ակնկալիքը, որ ժամանակը կգա, մեր սխալները կշտկենք, եւ բազմաթիվ մեղքեր ունենք, գործած նաեւ ազգը ընդհանուր մեղքի մեջ է։ Պետք է այդ մեղքերից ձերբազատվենք։ Կգա օրը կգնանք, բայց զգացմունքները քաղաքականություն չեն վարում, Արայք ջան, ես քաղաքական թեմաներ եմ տանում, ասում ես, քիչ ես գալիս դու այդ քաղաքականություն ասեք քո երկրի վարչապետը ամենաառաջի հերթին ինչ պիտի ապահովի զգացմունք, որ ժողովրդի մեջ դինի զգացմունքը որտեղից առաջանում զգացմունքը մարդու մեջ, որ ինքը ամեն ինչով ապահովալնում, որ պարտ չինում, տոկոսներ չինում վրեն, աշխատանք անում, կարում է տունը տան վրա տան դու սարքի, իրան լինում է զգացմունք, ինքը բոդրի անում, ինքը ավտոմատ իր զգացմունքները ամեն զգացմունք, բարձրանում է 100-ի վրա, բայց ստրեսը դու ասում մի լավ թեմա ես խոսում կազինոից կազինոն ո՞ր ծույն է Հայաստանում սկսել զարգանալը կասես անկեղծ ես որ չեմ օգտվել չգիտեմ բայց նախ քոչել եմ կարամ ասեմ ես օգտվել եմ ես խաղացող տղա եմ եղել դրամաչի դուրս եմ եկել Թաշնելու բան չկա։ Մեր Ղարաբաղի 80% սովոր ասի չեմ խաղացես ու տած։ 80%-ը խաղացել են։ Ես այդքան անկեղծ տղա եմ Գևորգ ջան։ Որ այն բանը որ այն է, բայց գլխավորը գիտեմ որ նա որ մեջից դուրս ես գալի։ Այսինքն այդ կազինոները սկսել է 18 թվականից հետո ռեկլամները ավելի թեժանալը։ Ու այդ կազինոյը այսօր ում հետ է։ Ո՞վ է մեր վլաստի մատկոտեր են որ այդ կազինոյին թողել են որ այդ կարգի մարդկանց թալանի։ Ըստ գոթում կախված լուրերի եւ ինձ հասած լուրերի, այսպես ասած, ինչ որ կազինոյի տնօրեն Ալեն Սարգսյանի ընկերն է, մոտիկն է։ Ես ոչ չեմ վիճի կամ էլ չեմ իրանց անունից երթեմ, որ իրանք իրար հետ կապ չունեն, շահ չունեն, օգուտ չունեն, այդ իսկ պատճառով չեն վերացնում դա։ Եվ Հայկ Սարգսյանին այսօր միգուցե հենց այդ է պատճառը, որ իրանք շարքերից հեռացրել են, որտեղ Հայկ Սարգսյանը ես Երևան ապրելուց նախ ապրել եմ, ես իր հարևանությամբ եմ ապրել, ինքը այդ շրջանի հարգված ընտանիքներից մեկի զավակն է, իր հայրը, մայրը հարգված մարդիկ են եւ իրանք եղբայրներով հայրենասեր տղերք են։ Իսկ եթե այսօր իշխանությունը իրանք շարքերից հանում է նկարագրելով իբր թե հանցավոր կապեր ունի բան, սա իմ հավատալ չհավատալու հարցն է։ Ես օրինակ չեմ հավատում իշխանության այդ վարկածին։ Ես կասկածում եմ որ հենց վիվարոնների թեմաների պատճառով իրան հեռացրել իրան շարքից եւ եթե չկա այդ ես համարում որ մինչեւ 2008 թվը դու տեսածել մի Ղարաբաղցի կազինո խաղա Ղարաբաղում կամ Հայաստանում ու տարբազների այդ on-line որ մտնես հեռախոսով թե չգիտեմ կամ լինի դες մի հատ օֆիսներ դերից ես թութ խոսալ չգիտեմ եթե մի բանը չգիտեմ ասում չգիտեմ ես չեմ տեսել Տակը նախ հարգալից խնդրում եմ Արայիկի հանդեպել, իմ հանդեպ չեմ խնդրում, պարտադրում եմ, եթե հարգում եք դուք ձեզ, ուրիշի անհարգալից մի խոսացիք։ Ասում եմ, որ Արայիկը ոնց որ սխալ է ասում, 18 թվից առաջ էլ է եղել Արայիկ։ Այնպես որ ես չեմ ասում, 18 թվից առաջ եղել է, բայց այդ կայքի չէր զարգացած։ Ու Հայաստանում դու ասում ես չի եղել, նորից ասում ես այդ ասում եմ նոր հասկացել զարգանալը, այսինքն դեպի ռեկլամը ես էս շեշտեցի
Արայք ջան, գիտես իմ ու քո տարբերությունը այս պատկերացումների ինչի մեջ է։ Դու նոր ասում ես պետության ղեկավարը պետք է զգացմունքներ առաջացնի ու մեջ ես բերում Նիկոլը, որ չի զգացմունքներ չի առաջացնում։ Քեզ ով ասել, որ Նիկոլը 700,000 հոգու մոտ զգացմունք չի առաջացրել 18 թվին։ Քեզ այդ հələ չափածների ոլորտում է, մանուկները չեմ ասում, այսինքն միլիոնավոր մարդկանց մոտ զգացմունքներ։ Քեզ ով ասել թե այսօր էլ չունի մարդիկ զգացմունքներ, սեր, համակրանք, երկրպագում են Նիկոլին, բայց թիվը տոկոսը կրճատված։ Նույնը քեզ ասեմ, քեզ ով ասել թե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ամբողջ ազգը իրան սիրում էր։ Իրան Երևանցիք ատել են մեծամասնությունը։ Սիրել են կամ չեն սիրել, ես Ռոբերտ Քոչարյանի Ռոբերտ Քոչարյանի զոհված տղա է, 93 թվականին զոհվել է։ Ռոբերտ Քոչարյանի օրոք ոչ մի հատ բոմս չեմ ստացած, ոչ մի հատ ինչ որ երեք եղբայր են, ոչ մի բանից չենք օգտվել Ղարաբաղում, ոչ մի բանից։ 93 թվականին որ հենց զոհվել է, եղել եմ 2 տարեկան։ Բոլոր մարդիկ չհանրացնեն նրան, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք ես տես լավ բաներ եմ տեսել, բայց Ռոբերտ Քոչարյանի օրոք եղել է, մեզ տունը եղել է, իմ տունս իմ կրիչս եղել է, այսքան զոհ չի եղել, այսքան պատերազմ չի եղել, ես այդ եմ ասում։ Իմ ասելիս իմաստը այդ է։ Ես չեմ քննարկում իր օրոք զգացմունքներից ես խոսացի, որ այդ իր օրոք մեզ չունեին ուրիշ դարդ, բացի աշխատելուց, զարգանալուց, այդ եմ ասում։ Կռիվ չկար։ Ամենագլխավորը Նայ դու նախ եթե խորանակ եմ ասում որ Ռոբերտ Քոչարյանի օրոք էլ եղել պատերազմ դու սխալ ես ասում չի եղել Ռոբերտ Քոչարյանն է պատերազմը սկսել Լևոն Տեր-Պետրոսյանը գնացել է օգնության Ղարաբաղի շարժումը սկսվել է հենց իրենց վարշապետ նստելուց հետո ես չեմ ասում Ղարաբաղ որ պրեզիդենտ է դրանից չեմ խոսում ես Ղարաբաղից չեմ խոսում 98 թվից այն նախարարչինը կազինոն 2002 թվից եղել է կազինո Արգավանդում դա հետ կազինոյի թեման փակում ենք մենք շարախոսի կազինոյից էին խոսում ոչ թե Արգավանդը ամեն տեղ է Աբովյանում էլ կա մենք այդ կազինոյից ենք խոսում օնլայն կազինո չգիտեմ որ երբ ես օնլայն կազինոյից եմ խոսում որ Երևանից սկսել ռեկլամել քարտից փող փոխանցեն ու так далее Արայք ջան, աշխարհը զարգանալով իր հետ կեղտոտություններ են բերում։ Եթե մենք օգտվում ենք Facebook-ից լավ բաներ անենք ժողովրդի համար, մեկ ուրիշ շանթուլա Facebook-ը օգտվում է վատ բաներ տարածելու։ Նույնը ինտերնետային խաղա, չէ՞, դա օնլայն խաղա։ Էնպես որ այդ խաղը ինքը չի ծնել, ինքը չի ստեղծել։ Դա ամբողջ աշխարհով, չարիք աշխարհով պատածա Հայաստանն էլ է մտել։ Հիմա այն որ մեղադրում եք Նիկոլին քաղաքական որոշումներ կայացնելու մեջ, եթե մեղադրելու է, ես քո հետ համակարծիք եմ դառնում, բայց որ քո մեղադրանքը հիմքեր չունի։ Ես ասում եմ, արի մի հատ քննարկենք, տենանք խիստ ու տես։ Նայ, նախ զրույցը շարունակենք էլի, որ մեղադրանքը դու հիմա չես մեղադրել, օրինակ եմ ասում։ Որ մեղադրես ես ասեմ, ինքնունի թե չէ։ Քոչարյանը ուրեմն նույնիսկ կարաս արհեստական բանականություն էլ հարց տաս, կարաս Վահրամ Աթանեսյանը քո զեմլակն ամիջապես հադրութեցի է։ Կապ ունես հարցրու, ասա Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սկսվել։ Երբ որ Մոսկվան մարդ ուղարկել, Արկադի Վոլսկուն, որպեսզի շարժումը դադարեցնի, թույլ չտա շարժում սկսի։ Ռոբերտ Քոչարյանին ասել են դադարեցնել, Ռոբերտ Քոչարյանը գիտես որ չի համաձայնվել։ Ասելա չէ, մենք պետք է միջև վերջ գնանք, պետք է Հայաստան միացնենք։ Ու այդ մարդը ֆրացել ասելա, такого карьериста, как Քոչարյան, я в жизни никогда не видел։ Որովհետև հիմա հասկացա ինչ ա եղել։ Ռոբերտ Քոչարյանը մի բան է սկսել, որի ճակատագիրը ապագան, հետագան չգիտե ինչպես է ավարտվելու։ Ասելա այս պահին մենք սկսենք վերջում հաջորդ սերունդները թե ինչ կրակի մեջ կընկնեն, ինքը չի հաշվարկել։ Որովհետև նախարարչինը Մոսկվան ես չգիտեմ ինչպես է այդ ժամանակ եղել, որ Վոլսկուն ուղարկում է դադարեցնի շարժումը ու Քոչարյանին ոնց ա եղել որ Քոչարյանը ինքնուրույն է որոշել որ չէ պետք է շարունակի։ Թե Քոչարյանը ասել կա որ ասում է։ Ինչը։ Այդ որ Քոչարյանը տենց ասում է, այդ վիդեոն կա։ Որ ասում է պետք է շարժումը շարունակենք։ Հա։ Չէ, դա հենց Ղարաբաղի մեծ վլաստի մարդիկ այն ժամանակներին։ Ես ուտաշ չեմ, այսինքն խեգեվոք։ Օրինակի համար ես մարդ եմ գիտես, մարդ, պրոմո այսինքն Ղարաբաղը ինքը հարուզ մարդ ալալ։ Ստրուկտուրում էլ աշխատազնի, անոմը սես չեմ, հարկարեք չմուտիկ մտածել անոմներ վացուժդատանիկ, պրոստը իմաստում սես։ Այդ մարդը են, ցեք են տակ են ապրալում խլեմ մարդ։ Այդ մարդկանց փողալատած, քեմա գելանես, պոնելայի գալած, նետակե մաշինա տիրած, քեմա գալավ, այդ մարդկա, որոշ մարդ։ Նոր սալա կողքը Կողքանի դավոնի դուշին այդպես քեմա գելանես, դե բոյ հարցավ։ Քոչարյանը մարդ կա։ Ես Քոչարյանը մարդ չի, վեճն է մարդան չում։ Պրոստը իմաստը բեկոլոխն նիսի խեմս ես ուտաշ չում էինի վեճ ֆակտ։ Մենք որոնց մարդիկ են եկած Երևան, Հայաստան, Աբովյան, и так далее, Հայաստան էս սնտ նղանան է ժողովրդին, ժարգոնը սա դեպի տարբերություն պենին, ես ասեցին եք պրովոկացիա կանելը։ Մենք կամ Հայաստան, այդ յուրան հյուր կարմիտալալ, ինքը, հյուր կարմիտալան էս։ Այդ մարդիկ յուրան պրոտիվ խոսեցին, մեծ թալանն ալա է սարալեն արա։ Բա այդ մարդը Ղարաբաղ բաստը։ Այդ տեսա չում են աթալնես, բա վերտի փիսնալան, խեն կողքեն մանկացածրել։ Ուրեմն արայք ջան, ես ես պրոստը հասկանամ, շտկական նղում են կնասել մարդիկ։ Դա տեսում ես ուտաշ չեմ, ասած նոր մարդիկ ասամ կոկտուալ չի։ Բայց ուրա կոկտուալն, սոցիալական, քանեջայիլ Ղարաբաղ կոկտուալ, քասես Գևորգ ջան։ Դու նայ մի բան ասեմ, արայքի արտավես մտքից Գևորգը գիտեք ինչ է ընդհանրել։
Քանի որ ազգը վատ էր ապրում, քանի որ ազգը Ռոբերտ Քոչարյանի ժամանակ աղքատության մեջ էր, հիմա էլ աղքատություն, բայց ասենք որ իր ժամանակ աղքատության մեջ էր եւ կար ակտիվ արտագաղթ, տեսանյութ էր հրապարակում, որ մարդիկ ոնց են այրապորտում հերթ կանգնած փախնում, ասում մենք այս երկրում ապրելու կան չունենք արդեն Քոչարյանի ծծված փախնում էին։ Հիմա Արայիկը տեսեք ինչա բացահայտում էս եթերի ժամանակ։ Ասում է Քոչարյանը մարդկանց օգնել է։ Ճիշտ եմ հասկացել, աջակցել է այսօր Քոչարյանին պրեզիդենտ չեն գալիս։ Այսինքն Քոչարյանը ոչ թե իր պետությանն ու իր ժողովրդին օգնել, այլ մերձավոր ճապատի։ Ուղիղ եթերը մի ծրի նրան որ դու կամ Փաշինյանի կողմից ես Քոչարյանի հետ մի ծրի դրա։ Մենք պարտիկներն ենք արտահայտում, թե ոչ Քոչարյանական կա։ Ոչ էլ ինչ-որ Քոչարյանի կուսակցական կա։ Ստեկ կա երկու ջահել տղա Ղարաբաղցի, որ իրար հանդիպել են վիդեոներով։ Այսինքն դու դնում ես վիդեոներ Փաշինյանի կողմից, որ ընտրվելու է, դա ես դրել եմ։ Սուտա, Արայիկ, ես չունեմ մի վիդեո դրած, որ Փաշինյանն է խոսում։ Ես չունեմ բաժելիցատված նույնիսկ ուրիշ վիդեոներ։ Փաշինյանը 64%-ով անցնելու է, չունես։ Ես ենթադրություն եմ անում, ես կարծիք եմ ասում, կարծիք ասել դա հասարակություն։ Փաշինյանի նման որ Փաշինյանը ասում է 64%-ով անցնելու է, ոնց կարծիք դու ձև ասում ես։ Ասում ես դա։ Ալստանեմ, եղբայրս, ես չեմ ասել, ես ուզում եմ 64%-ով ասել։ Ես չեմ ասել 64%-ով։ Հա, ես չեմ հիշում ամառներ այդ վիդեոն։ Ես հիշում եմ այդ վիդեոն, բայց չեմ հիշում այդ ժամանակներում ինչ թեմա էր շոշափվում։ Երևի էլի ինչ որ մի հատ հերոսա դուրս եկել հրապարակ։ Այս այդ վիդեոն է ճիշտ, հա։ Նայ, կարող է ինչ որ հերոսա դուրս եկել, հակերներում հերոսա դուրս եկել հրապարակ։ Ասել է, այսա վլաստ ենք վերցնելու, բան, այս տարի կամ չկա Նիկոլը, բան, ասել եմ, տենց եք ասում, հեսա կտենակ 54%-ով անցնելու։ Թվին ասել ես 64%-ով անցնելու է, 64-26 թվին։ Կարծիք է, եթե նախարարությունը չի եկել ընտրությունը չի անցել, որ ասեմ տեսեք անցավ։ Ես կարծիք եմ ասել, որ եթե սենց շարունակվի 64%-ով անցնելու, դա եթերից կտրված հատված է։ Այդ վրա իմ մոտ կա, որ մտնե ֆեյքվի սայթերով Ղարաբաղ ցասեն թուրք, տենց շարունակվի, թե 20-ից сайт գրետ 20-ից где-то 15 գրնի ֆեյք ու քֆուրներով ու Ղարաբաղցի հայաստանցի անելով։ Ու ոնց լինի, որ այսքան արցախցի հիմա դրսում են, ու դաժե այսօրվա վրա շատերի մեկը ես 50-ից օգտված չեմ կյանքում։ 50-ից օգտված չեմ, նույն մեխանիզմ ստեղծեն, որ մարդ երկրից հենի ու գա չկարանա փող ստանա, այսինքն իրար ինչ իրան տալիս է օրենքը չկարանա ստանա։ Կամ հեն որ ես ու դու այսօր հայտնել են, որտեղ չպետք է հայտնեին, ու սա կյանքներից չենք մտածել, որ հայտնելու են։ Այդ պրեստիժը ես չեմ ասել, նորից եմ կրկնում, ես չեմ ասել, ես ուզում եմ Փաշինյանը անցնի կամ ես ուզում եմ 64%-ով անցնել։ Ես ասել եմ, որ սենց գնա Փաշինյանը 64%-ով անցնելու։ Եվ դա կարող է սխալ լինի, կարող է ճիշտ լինի, երբ որ ճիշտ լինի, կասես, հա, Գևորգ, ես ինչ լավ բան անալիզ ունես, էլի անալիզ անելու հատկություն ունես։ Սխալ եմ, կասես, Գևորգը вообще անալիզ անելու հատկություն չունի։ Ես էլ ոչ չեմ կռվի քո հետ, որտեղ ճիշտ ես դուրս գալու։ Ես չեմ կռվում քո հետ, Գևորգ, ես քո հետ գիտես ցիվիլ զորացում եմ։ Պրոստը հարց է։ Բայց ընկալումը ճիշտ չի քո ընկալումը, սխալ ես ընկալել։ Ես ոչ թե երազում եմ, այլ ասում եմ տենց է լինելու։ Ոնց որ դու մոտիկանա շտանգին 50 կիլո մի ձեռով բարձրացնես, ես ասեմ Արայիկը հաստատ կարող է բարձրացնի, բայց դե մի 40 հոգի մարդ Արայիկին ատիս, իջել ուզի Արայիկը, որ շտանգիստ լինի մոտիկանա, ոչ մեկը չուզի Արայիկը բարձրացնի, այլ բարձրացնելու է քցի ոտը ջարդի, տես ցանկանա, բայց ես ասեմ Արայիկը կարա 50 կիլո բարձրացնի, որովհետև Արայիկի մկանները տենում եմ դիվիճակի է։ Հիմա ես տենում եմ Նիկոլի ուժը ավելի ուժեղա, քան թե մնացած կուսակցությունները բոլորը միասին։ Քեզ էլ վառապացույց, որ ինչքան իրար ատող նույնիսկ կուսակցություններ կա, սա միավորվել են Նիկոլի դեմ, այսինքն Նիկոլը այնքան ուժեղ է, որ սենց քաղաքական առումով չեմ ասում Նիկոլը սպորտսմեն է կամ ֆիլոսոփա է, այնքան ուժեղ է, որ սա հավաքվել են, որ իրան հեռացնեն, վերջում հեռացնելուց հետո էլ չեն շահել, սա ո՞նք են հավաքվել։ Եղբայր, այսօր ում ես տեսնում դու ընդդեմ իրան։ Ես տենում եմ, որ կա վլաստն այն որոշում ով նստի հաջորդը վլաստում։ Այսինքն այսօր վլաստը Մենք երկրում եղած է արդարընտրություններ, եղած է այսքան վաղ։ Այսքան տարիներ ապրել, արդարընտրություններ եղած է։ Օրինակ 18 թվի եւ 21 թվի ընտրությունները համարում եմ արդար ա եղել, Ղարաբաղ ընտրությունը ասածս արդար։ Ղարաբաղը ես ճիշտ ասած երբևիցե չեմ համարում արդար ա եղել, բայց Արայիկը շատ ձայներ հավաքում էլի, որտեւ մի քիչ ծախված ժողովուրդներ ունեինք, ինչու՞ չէ ստեյել կան դել ա եղել, ծախված մարդիկ գնացել են շահի համար Արայիկ ընտրել, Արայիկի համար ձայն են հավաքել։ Սուտ եմ ասում։ Իմ ասածից իմաստն է, որ պետության ղեկին նստածը կյանքում չի անել, նենց անելու, որ ուրիշները չանցնեն։ Դրա համար ով պետության ղեկին է, պետք է 5-ներ միանան, որ կարան իրենց հետ կոնկուրենտ դառնան։ Քանի որ բոլորը, այսինքն, հաշվի դու կոմանդիր պալկայես, դու ես ասում այդ բանակին սաղի մոսպային։ Դու ես պետք որոշելու ում ոնց անես, հասկանում ես, այդ ցախ քո ձեռն է։ Ու քո շատ դժվար է կոնֆլիկտի մեջ լինել։ Ուրեմն մեր էջում հիմա կա թրքամետ, ռսամետ, չգիտեմ, մի շատ մինայ, իրենց մինայ, որ հով վիրավորում եկել է Հայաստանի ժողովրդի մի մեծ հատվածի թրքամետ ասում, ես թրքամետ ասում, դու քո ընտրյալին կգնաս կընտրես, մի ինքն իր ընտրյալին կլինի, ով որ լավ քարոզաշապտանի են ընտրվելու է։ Հիմա Արայք, ես չեմ ուզում վիճաբանության մեջ մտնել, ասեմ Նիկոլը սենց պիտի անի, նենց պիտի անի։ Պրոստո մենք վիրավորել ենք ելուր իրար, այսքան մատոզորություն ենք։ Դու վիճաբանությունը վատ բառ չի, այսինքն սպոր անել էլի, սպոր չենք անելու։ Մի բան Մենք մեծ վիճաբանես ենք, այլ դու կոմունիտ տեսես, կոմունիտ ցես։ Ինչ ես խանում կանաչ չուկես ամեր դու
Էլի ձևոսան ասալ ես սխալ եմ հասկացալ։ Նույնն է ինտեսակետից։ Իսկ վիճաբանությունը դառնում է ժամանակ, երբ որ ես իմ տեսակետը հայտնում եմ, դու փորձում ես իմ տեսակետը սխալ հանես, ուզում եմ ասեմ, վիճաբանությունը դառնում է ժամանակ, որ այսօր ավլացի օրոք, որ մեր դեպուտատները բանը նստածան են Սիմոնյանի հետ, մնացած նստածները խոսում են իրար վրա շիշ են շպրտում։ Իրար վրա քիչ ամնում իրար ջարդեն, հա, եթե վիճաբանությունը, հա։ Որտե՞ղ մարդ դեպերեկին արուլի, մի քիչ ցիվիլ։ Էդի կոնկրետ համաշխարհային կռիվ է, իրար լավ տալիս են։ Ես ու դու իրար վրա շիշ ենք շպրտել, իրար հետ ուղղակի վիճ է դառնում, այսինքն հիմա ինչի խոսանք, ինչի վիճ ենք մի թեմայի շուրջ, որտեղ ինքներս չգիտենք 64% ընտրվելու է, թա չէ, դա իմ կարծիքն է։ Դու էլ չես կարող ասես, Գևորգ, սխալ ես ասում, սուտ ես ասում։ Ժամանակն է ցույց տալու։ Իրանց ասածն է, ասե, ոնց իրենք ասել են 64-ով անցնելու եք, նույնն է դու ես ասել։ Լուրջ ես ասում, ես չեմ տեսել տենց վիդեո։ Իրենք էլ են էլի ասում են 64-ով անցնելու ենք։ Ես լուրջ եմ ասում, եթե ես լսած եմ ԿՊ-ի կամ իշխանության կողմից ասեն, որ մենք 64% ձայն ենք հավաքելու։ Տոկոսի մասին չեմ լսել։ Այդ ես 54 էին հավաքել 21 թվին։ Ես ուզում եի ասել, եթե հետ պատերազմյան շրջանում 54 են հավաքել, ու այսքան ժամանակ չեն կարացել վլաստ խլեն իր ձեռից։ Ինքը ժամանակ է խլել, ժամանակ է շահել եւ կարողացել է ապացուցի, որ Արցախի կորուստի հարցում շատ մեղքերի իր անձեռնա, քան թե իրա։ Հասկացա՞ր։ Ու այդ 10% ավելանալու է իմ կարծիքով։ Հիմա թե ավելանա չի ավելանա ժամանակն է ցույց տալու։ Գևորգ, Ղարաբաղը կուսում մտցել որպես Ղարաբաղցի, կրման Ղարաբաղցի փախել են թե չէ, մարդիկ շատ են գրում էլի սետակը։ Ղարաբաղցի պատերազմի ժամանակ փախել են թե չէ։ Գևորգ, եթե իրան թույլ տաս, ես իմ աչքով տեսել եմ Ղարաբաղցիք փախնում են, Գևորգ կլինի արդեն խափած, որովհետև եթե ես չեմ եղել ռազմի դաշտում, ես չեմ կարող ասել, բայց այն որ գիտեմ փախած մարդիկ, այո գիտեմ փախած մարդիկ, այդ մարդկանց ազնապես ճանաչում եմ, եղել է այդպես բան, բայց դա չի նշանակը որ ամբողջն է փախել կամ չգիտեմ, բացին են Գորիսով թողել որ փախ չեն այդ փախչողները, եթե փախել են իհարկե։ Դե կարող է բանակն չի եղել Գորիսում, կանգնած որ թույլ չտա փախչի։ Բանակը չի եղել Գորիսը արդեն որ ասում ես, դառնում արդեն դու Արցախը հատել ես, արդեն ուրիշ բանակ է պահում։ Մի քիչ ուրիշ ստրուկտուրով է պահում։ Հիմա Գորիսը խի են անցել փախնողները, եթե կային իհարկե։ Ռազմական դրության մեջ ուզում եմ հասկանամ, Հայաստանի եւ Արցախի այդ Լաչինի սահմանում եղել են կանգնած Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ, թե զինվորականներ։ Հայաստանի Հանրապետության անդամների կառավարներն ո՞վ Գորիսը ո՞վ կառավարես։ Գորիսը քաղաքապետն է, բայց Գորիսի քաղաքապետը չի գնալ ոնց սահմանին կանգնել։ Քաղաքապետի չեմ խոսում։ Այսինքն սահմանը, Գորիսի սահմանը ով անստած։ Այս մի կողմը Ղարաբաղն է, այլ մի կողմն էլ Գորիսն է։ Այսինքն Գորիսի պոստն է վերևը։ Գորիսում միշտ կա պոստ, որ ասում են։ Դրվի ժամանակ 16 թվին հիշում եմ Գորիս փակել էր, տղամարդկանց չէ թողում ասնի։ Գազելով տանում էին տղամարդիկ, գազելով գալիս են Երևանից դիմավորում, կանանց տանում տղամարդկանց հետ բերում։ Հիշում ես 16 թվին մասնակցել, հիշում ես էդի։ Ուրիշ թեմա է, ես ուրիշ թեմա չի, այս օրենքի թեմա է։ Այս հենց զբաղվում է։ Ես հասկանում եմ, էլի, ես ասեցի մի մասը, էլի հարցը եթե կրես բռն պատասխան։ Արա, ես քեզ հարց եմ տվել, ես չգիտեմ, հարցով եմ ուզում հարցիդ պատասխանել։ Որ ասես, էս է եղել կամ այն է եղել, ես կշարունակեմ իմ միտքը։ Ես ասում եմ ով է եղել, էլի, ասում եմ ով է եղել։ Ով է եղել։ Արցախ չէ կոնտրոլեր վտանում։ Մարդկանց ասածը որ Արցախ չփած չեն։ Այ այդ Արցախ չէ կոնտրոլեր վտանում այդ ճամփեն։ Հասկաց Արցախը բառ է, Արցախը պետություն է եղել, Արցախը կամ հայրենիք է։ Արցախի պետությունը չէ։ Ես ասում եմ ինչ մարդիկ, որ ուժայիններ են, որ քաղաքական անձինք, ովքեր են եղել այդ սահմանին կանգնած, որ մարդիկ չփախնեն Արցախից։ Ինչ կարես ասես։ Կրվի ժամանակ պատերազմական ժամանակ մեր երկրում ինչ է կատարում։ Ոստիկանությունը պետք է կայնի ճամփին, չթողնի դեպի Երևան Ղարաբաղից մարդ փախնի։ Խոդվխիտ չնի, խի որովհետև տղամարդը պետք է պարտավորա մեր օրենքի սահմաններում։ Գնա պատերազմի, եթե իր տարիքը թույլ է տալի, ու իր առողջությունը թույլ է տալի, չէ՞։ Տես չի մեր։ Դե օրենքը տենց է, նայ, սա զինապարտման 16 թվին շերջի օրոք եղել այդպես բան որ պոստոց չէին թողում մարդիկ գնային այնքում տղամարդկանց չէին թողում մենակ կանանց էին թողում գազերներով գալիս էին Երևանից կանանց տանում հյուրանոցներում տեղավորում ժողովուրդ օգնում էին մեր հայրենակիցները օգնում էին Նախ քաղաքական ռազմաքաղաքական մեկնաբանները ասում են որ դա եղել է դիվերսիա, այսինքն փորձ է եղել տենան ինչքան ուժ ունի Հայաստանը փորձել են դիվերսիա անել, ռազմետկա անել, որպեսզի հարձակման ժամանակ իմանան ինչքան իսկական պատերազմի ժամանակ ինչքան ուժ է իրանց պետք։ Հիմա դու այդ դիվերսիայի ժամանակ որ ասում ես տղամարդկանց չեն հանել կամ կնանիք են եկել, բան, եղբայր դու եթե ասես որ քարորիա պատերազմը ձգվել 44 օր, ես չգիտեմ։ Լավ 16 թվի մոբը երբ է եղել Ղարաբաղում։ Ինչ ա եղել։ Մոբը քանի շաբաթ առաջ է եղել, մոբը մենը տավ են մոբն լանես, կրվից առաջ պե մոբն լանես, մենը տա։ Ահա, ավերասել է Իրանա թվի մշակրով իլանա մոբայլ է, մոբիլացն է։ Ես 15 թվին տել 14 թվին մոբ տեսել եմ։ Ես 15 թվին լքել եմ երկիրը։ Ես 15 թվին տեսել եմ մոբ, ապերս։ Ինչ։ 15 թվին եղել է մոբն արել Զարանի, մոբ է եղել Զարանի։ Գիտեի որ կրիվանելու մոբը նվակալ, մոբը տոկոսը ինչն է։ Բայց 10-20 թվին եղել է մոբ, թե չէ։ 10-20 թվին 20 թվին եղել է մոբ 20։ Այ ախպեր, ես քեզ ասի, ես եմ մարդն եմ, որ չեմ կարող սուտ բան խոսեմ, ասում եմ որ չեմ եղել, չեմ տեսել, դու ինձ ասա եղել է, չի եղել, ես եմ հաստատ այդ բանը ասել։ Դու 20 թվի մասնակից չես եղել, Արցախ չեմ եղել։ Իհարկե, ես եմ մարդն եմ, որ բազմաթիվ
փախածների նման չեմ խափում ասում, ես մասնակցել եմ, բայց այն ա եղել օրինակ մի հատ շենքի պատվալում նասիլկա տանելուց բերելուց իբր թե վիրավոր ա օգնում, որ ինքը ոչ բժիշկ ա, ոչ էլ բան։ Ես որ կրվին չեմ եղել, իմ եղբայրները, իմ ընկերները եղել են, ինձ պատմում են այդ դեպքերը, բայց մեկի աչքերով դա հայրենասիրական քայլ ա, վիրավորին օգնում ա, մեկի խելացի աչքերով գիտակցում ա, որ ինքը թաքնվել ա, բայց 20 թվականը դու որտեղ ես եղել, շատ հետաքրքիր ա քո հետ, ասեն մանաս։ Ես եթերում ասել եմ, նորից ասեմ, 15, 14, 13, 14, 15 թվականին ծառայելուց ես դիագնոզը տվել եմ, որ մեր ղեկավարությունը ոչ մի բան չի անում, որ մեզ վաղը պատերազմ լինի, տանի ռազմի դաշտ, այսինքն չի պատրաստում, եւ պատերազմը գալիք պատերազմը որ կա, մենք չենք կարողանալու բան անենք։ Եվ ես իմ ձեռից բան չի գալիս, բլոգեր չէի, որ ասին խոսքի գորայի գոչայի, որ sense մեր գլխին բան սպասվում, ինչպես որ բլոգեր ժամանակ գոչել եմ 22 թվի, 23 թվի շրջափակման ժամանակ, որ մեր գլխին sense բան ա գալու, լսող չի եղել, եկել եք հասել ստե հիմա սա գիտնականներին։ Այս ժամանակ ես գիտակցելով հելել եմ լքել երկիրը, լքել եմ դրանց պատճառով։ Ոչ թե որտեղ եք լքել, Գերմանիա, չէ, Կրասնոդարսկի կրայ, Տիմաշևսկի ռայոն, ստանիցա լավ այդ մեկը չասեմ, որտեղ արդեն ասեմ կարող եմ հետևից գա։ Տիմաշևսկի ռայոն եմ եղել, լավ sense ասեմ, Կրասնոդարի մարզում։ Բայց ռուսներին չես սիրում, խի եք Կրասնոդար ապրես։ Ես ռուսների հետ ավելի շատ ընկերություն եմ արել, քան թե Ռուսաստանում ապրող հայերի։ Ես Ռուսաստանում դագիստանցիների հետ ավելի շատ եմ ընկերություն արել, քան թե հայերի։ Այսինքն քեզով ասել ես ռուս ազգի հանդեպ, ես մարդկային հարաբերություններում այն ամենահանցագործ, ամենասրիկա մարդկային հետ օրենք ես գնացել, այսինքն դու եթե կաս Ռուսաստան օրենք են իրաց օրենք են, իրաց պոլիտիկա են, ընդունես պոլիտիկան, ավտոմատ կերպով, չէ՞։ Ո՞վ է դասել, չէ։ Բայց դու ոնց ես մի երկրում ապրում ու ես պոլիտիկան չես ընդունում։ Ես հիմա քեզով ասել, որ Հայաստանում բոլոր ապրողները Նիկոլի սիրում են։ Չես դերում ինչքան են Նիկոլին ապրում, բայց սիրում են Հայաստանը։ Իրան ուրիշ տեղ չունի գնալու, ինքը ուզում է իր երկրում ապրի, իր հողում ապրի։ Ոչ չունի գնալու, ապեր ես ուզում եմ Ռուսաստան ապրել ժամանակավոր։ Գնա հայենա սերա չի ուզում իր երկրից գնա, պատրաստա պայքարի Նիկոլի դեմ ու ապրի իր տան մեջ։ Բայց դու հենց այն երկրի որը դավաճանել է։ Դու հենց ես այն որը մեզ դավաճանել է, խիես է։ Եթե այն քաղաքացին, որ իր գերնպատակն է եւ իր ապրելու նպատակն է Նիկոլի դեմ պայքարի, այլ ոչ թե գաղափարախոսության դեմ պայքարի, արդեն շատ վատ վիճակ է ստեղծում այդ պետությունը։ Մեր ժողովուրդը արդեն այնպես չի, որ բարձր մակարդակի ժողովուրդ են, որովհետեւ Նիկոլի դեմ պայքարող եկուսվա եկողի դեմ էլ է պայքարելու անհասկանալու թե որ գաղափարի դեմ։ Հիմա Նիկոլի դեմ պայքարում են ինչի համար, Արցախ կորցնելու համար, բայց եթե մարդիկ խորանում են, հասկանում են, որ Արցախի կորուստը իմ նման 15 թվին է իմացել Արցախի կորուստի մասին եւ ասելա սրանք ծախում են Արցախը։ Ծախելը նկատի ունեի, որ ոչ մի բան չես անում բանակիդ համար, որ ոչ մի բան չես անում, որ արտագաղթը կանգնեցնես։ Թքած ունեն այդ ամեն ինչի վրա։ Դա արդեն նշան է, որ իրանք թքած ունեն, կամ ծախ Արցախ։ Ես Ռուսաստան որ ապրել եմ, ես ռուս ժողովրդի հետ շատ լավ հարաբերություն ունեի։ Ես կարող եմ նորից գնամ Ռուսաստան, իմ հարաբերությունները ժողովրդի հետ կապ չունի։ Ես Ռուսաստան պետությունն էլ չեմ ատում։ Ես Ռուսաստան պետությունում փող եմ աշխատել, ես ավտոս առել եմ Ռուսաստանում աշխատած փողերով, հիմա Հայաստանում գործել եմ։ Ես քեզ ասեմ, եթե մի երկրի պոլիտիկանից դու չի գալի, այդ երկրի իմ դուշմանս, այդ երկրի պոլիտիկները թեկուզ այդ երկիրը։ Ուրեմն ես այդ երկիրը չեմ գնա, ասեմ խի չեմ գնա։ Ոչ այդ երկիրը դավաճանել է, ես իրաց դավաճան եմ համարում, ոնց կարող եմ այդ երկրում ես ապրել ծաղկեմ։ Բայց դու ասում ես ռուսամետ չես, բայց ռուսամետ չես, ուրեմն ինչ ունես, ասում ես ես այդ երկրի պոլիտիկան ընդունում եմ։ Դու Պուտինի պոլիտիկան ընդունում ես, չի դառնում որ ռուսամետ ես։ Եթե մարդու պոլիտիկան ընդունում ես, այսինքն դու դառնում ես, եթե Ադրբեջանի պոլիտիկան ընդունում ես, դու թուրք ես։ Չէ։ Ով է Ադրբեջանը բազմազգացություն։ Ասեմ, ով ասել, Գևորգ, ես ասեմ մի վիդեո նահաշտա, մեշի։ Ասել էսա։ Կարի խոսես մոչա վիդեոն պենամալի եւ ինչ ասես։ Ուրեմն Ռուսաստան ապրող հայերը բոլորը պուտինական չեն։ Արայիկը չգիտեմ, կարա Պուտինին երկրպագում է, բայց բոլոր հայերը չեն Պուտինին երկրպագում։ Հանրապետությունը երկրպագել չի, այսինքն այդ մասշտաբնի եկուսես, մասշտաբնի ռուսները։ Մեսա ռուսը, Պուտինը այլ ռուսները։ Ռուսները։ Էս ասեմ իջո պեջիկը։ Կարի խոսես մոչա։ Լավ, բայց այդ դուկը կամ աստիլ հնգարև է, շլի։ Ժողովուրդ, նախ բերեք ասենք, Արայիկը Ռուսաստան է հիմա չէ ապրում, բայց Արայիկը սիրում է իր հայրենիքը եւ այն հույսով իմանա որտեղ եմ ապրում, դու կարող ես ինչ-որ միտեղ ապրես, կամ ես միտեղ ապրեմ, ապրել ինչ կապ ունի Արայիկ ջան, բայց դու իմ կյանքից հետաքրքրվում ես, եկուսով զրուցում ես, քո կյանքը պետք է փակ մնա, եթե ես պետք է վախենամ իմ կյանքը բացելու, որովհետեւ դու գիտես, ես քաղաքական մտքեր ունեմ ասած, որ հետապնդմաններ կարող եմ ենթարկվեմ։ Ես չեմ վախենում, ես Արարատի մարզում եմ ապրում, բայց հոտանս հասցեն չեմ ասում, իսկ Ռուսաստանը մեծ պետություն է, ես չասի դու որ գյուղում քաղաքում ես ապրում, հասցե չեմ տվել։ Դու ապրում ես Ռուսաստանի պետությունում եւ մի թաքցրու, որ դու Ռուսաստանի Ես ապրում եմ Ռուսաստանի, Գևորգի հարց շարունակեմ, նրա համար եմ ապրում Ռուսաստանում, որովհետև Հայաստանում իմը չի ստացվել։ Չի ստացել նրա համար, որովհետև կային մարդիկ, ովքեր տարբերություն էին դնում, հայաստանցի, ղարաբաղցի, թուրք, ոչ թուրքը, դե մոտ մարդիկ կային ծիծաղում են, հետից թուրք էին ասում։ Ես չեմ կարող, ու առաջինը, երկրորդը բիզնեսը շատ դժվար է Հայաստանում տանել, այսինքն շատ դժվար условия կա, տների գները, բարձի գները 100,000-ով տունը 200,000-ով են տալի։ Այդ դրա համար չի ապրում, որովհետև շատ դժվար է ապրել։ Ռուսաստանում շատ էժան է, հա, շատ էժան է գները կարող ես ապրես, հասցնես։ Այդ դրա համար Ռուսաստան է, ոչ թե ինչ որ սիրելով եմ եկել, այլ
ստիպել է կյանքը որ գամ, հասկանում ես, կյանքը ստիպել է։ Էֆիրի ժամանակ չեմ կարող մտնել Messenger, եթե կարող եք հետո Ժողովուրդ ջան, ես ինչ խոսում եմ, սա ֆակտերով է։ Հիմա նայ, Արայիկը հերքում է որ ռուսամետ չի, հերքում է չէ որ ռուսամետ չի, Արայիկ։ Ռուսամետը դու ես նույնիսկ եմ ասում, ռուսամետը ո՞րն է պոլիտիկան։ Լավ, Մոսկվայի պոլիտիկան չես ընդունում, հա թե ընդունում ես։ Ես ընդունում եմ այն որ մեր երկրին լինի այն հարևանը, ով ոչ թե հետևից խփելու է, ու տանելու ակցի փոսի մեջ, այլ պատժ կանելու ոդկի կանենք։ Ես չհասկացա քո պատասխանը որտեղ ուղիղ հարց եմ տվել, ուղիղ պատասխանի։ Ես ուղիղ պատասխան եմ տվել։ Այն մարդը եթե մտածում է որ Ռուսաստանի հետ մեզ ունենք արևտուր, 80-70% արևտուրը մեր գնում է Ռուսաստանի հետ, այն հարցը որ մինչև 18 թիվը եղել է, 18 թվին մինչև 18 թիվը եղել է մեր ամեն ինչի արևտուրը ռուսների հետ, ու եկա էկոնոմիկա եղել է Ռուսաստանի հետ, ես հաշտեմ այն մտին որ դաժե ես այդ բաները կա չսիրեք, դինից անենք որ լավն է, այսինքն պետք է երկրի ղեկավարը նենց անի, որ իր հանդեպ հայտ լինի, որ մարդիկ իր հետ ցեղանի սուրճ նստեն այ ես ու դու ոնց եք հիմա նստած։ Եթե դու 5-րդ, 6-րդ, 7-րդ տարբեր ալիքներով լսում ես որ Նիկոլոս Սեղանի տակ է նստում, դա իմ մեղավորությունը չի, դու Պուտինի ուղիղ խոսքը լսի, որ Փաշինյանի օրոք ապրանքաշրջանառությունը ավելի շատ է Ռուսաստան եւ Հայաստան, քան թե առաջ, եւ այդ տոկոսային աճերել է Պուտինն է իր բերանով ասել, որ ասեմ Նիկոլն ասել կամ Գևորգ Պապոյանն ասել, իրանց նախարարն է, եւ ասել Պուտինի չխոսեք, լավ դու քո երկրի համար ավելի շատ ես մտածում քան Պուտինը։ Իհարկե 100%։ Եթե իհարկե Ղարաբաղում որ 20 թվից հետո գնացիր Ղարաբաղ, քանի հադրութեցու ես օգնած։ Բեժինց։ Ես մեկնել ինձ օգնի, ինչով օգնեմ, ասա թե։ Դու որտե ես, քո իցնե որտե ես։ Քանի որ Արայիկը մտածել է այնպես հարց հատալու, որը կապ ունի մեր զրույցի հետ քաղաքական թեմայի հետ, այսինքն ուժից ասես, եթե մատ հայրենասերա, նա ուժերին շատ պիտի կոմեկ անի, չէ՞։ Քեզիլանա բլոկ, Ղարաբաղ, շատ հայտնի բլոկ։ Վերաբերյալ շատ հաջորդածու կոմեկ ինեի։ Օրացած կոմեկ։ Օրինակի համար Բեսես Քոչարյանը պիսնա։ Դու գիտես Քոչարյանը Ղարաբաղ պոմոշ տուածա թաչե օգնություն տուածա թաչե։ Արայիկ, ես ինձ խալ ձևս մտածում, եղբայր, ես Քոչարյանն ասում չեմ քիծակամ լավա։ Ես Քոչարյանի վարած քաղաքականության մի մեծ հատվածի դեմ եմ, ասում եմ սխալա, մի հատվածի կարող է նույնիսկ կողմ լինեմ, եթե ինձ հիշեցնես։ Բանոր ես իմ եթերում ասում եմ տնտեսական աճա գրանցվել Քոչարյանի օրոք։ Ես դառա դեմ Քոչարյանին կամ սիրեցի։ Ես որ հադրութեցիների պահով, ես որ բլոկ էի վարում, հադրութեցիներին որ վարձ այդ որ ասում ես Երևան թանկ են տվել, դու այնքան միակողմանի ես ամեն ինչը ներկայացնում։ Ես միակողմանի եմ Ղարաբաղին ուրեմն եմ ասում, Ղարաբաղին էր թանկ։ Ես միշտ ասել եմ ասում։ Ախպերս Ղարաբաղ Երևանցի չի ապրել, հադրութեցին Շուշեցին եկել է Ստեփանակերտ, թանկ տուն են տվել վարձով։ Գևորգը որպես բլոկ էր բարձրաձայնել, ասելա մի արեք տենց բան, Աստծո դուրը չի գա, վաղը դու դառնալ ես շարունակի։ Կար այդ վիդեոն որ ասում էիր։ 100% ես ասել եմ, TikTok-ում էլ կա, ես քեզ TikTok ունես, որ Messenger-ին ուղարկեմ, կարենալու ես բացել։ Չեմ, կեսել ինձ մի հատ տան։ Ես չգիտեմ դու երբ ֆանից ես Facebook, TikTok-ում։ Ինչ շատ հադրութեցի, գիտի ես հադրութեցի եմ զուտ այդ զրույցի համար։ Ասում են Գևորգ, դու հադրութեցի չես, շատ են հարցրել։ Ասում ժողովուրդ, ես մարտունեցի եմ, ուղղակի հադրութությունների խնդիրները մի քանի անգամ որ բարձրաձայնել եմ, ժողովուրդը այնքան բան մտածող են, ասում է երևի շահ ունի, այսինքն իմացել են թե ես էլ եմ հադրութեցի եւ նեղում եմ որ վարձերը թանկացրել են Ստեփանակերտցիները։ Իրականում ես հայ եմ եւ իմ հայրենակիցների տուժված մասի համար փորձել եմ օգտակար լինեմ։ Դա մեկ, երկրորդը անձնական օգնություն, դա ես հրապարակային հանրային եմ օգնել։ Մեր գյուղում երկու տուն ունենք մենք։ Սեփական երկու տուն։ Մենք մի տանն ենք ապրում, մի տունը ազատ է։ Ես բռնի տեղանված հադրությունների մի ընտանիքի թե կարաբուլաղցի էր, չգիտեմ, նախ տուն տեղ կորցրած մարդու իմ մյուս տունը ձրի տրամադրում էի։ Կարաս իմ գյուղապետը թող, իմ գյուղի գյուղապետը, որ ինքն էլ է քոնոմա մի քիչ Պուտինին ավելի շատ հավան, քան թե մեր երկրի վարչապետին, որ ինքը ավելի շատ Ռուսաստանին հավան։ Պուտինը ես Էրդողանին հավան չեմ օրինակ։ Դու ես Էրդողանին հավան ես։ Նա վերտիս խոսայս է այսինքն դու Էրդողանին ես հավան, Թուրքիային ես հավան։ Ես Էրդողանի Արայիկ ջան, դու Պուտինին նյութը գցում ես, որտեղ ինքը Հայաստան ես են նյութում պոլիտիկին նյութով գնում է Թուրքիայի հետ, նստում սեղանի շուրջ, Թուրքիայի Հայաստանի շահից խոսում։ Հայաստանի շահավորն է, որ այսօր արևակալին դուրս է, այդ աշխարհը, Հայաստանի շահավորն է, որ Արցախ հատվել։ Հայաստանի շահավորն է, ասել։ Դու մի րոպե, դու անվտանգային հարցերին տիրապետում ես Հայաստանի Հանրապետության։ Դու անվտանգային հարցերին տիրապետում ես, բերի հարցս է։ Խիա եկել Ղարաբաղում կայներ ասի Արցախը Հայաստանը եւ վերջ։ Եթե մեր երկրի ղեկավարը անվտանգային հարցերին չի կառավարում, ես ու դու կառավարելու ենք։ Դու սկզբից հələ այս հարցից սպասի պատասխան Խիա Միջանցք տալիս, դու անվտանգային հարցերին տիրապետում ես, եթե Միջանցքը չկա։ Եթե մեր երկրի ղեկավարը չի տիրապետում, ես տիրապետելու եմ։ Ոչ չի տիրապետում։ Ո՞նց է տիրապետում, եթե տիրապետում ախի եկել Արցախում կայնե թե Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ու այս օրինք կայնում ասում է, եթե այդ բառը մենք ասենք, լինելու է կռի, պատերազմ։ Այսինքն իմանալով ասել, քո ասած այդ է դառնում, էլի։ Կոնոր Մակգրեգորը խլեշ-մլեշ արել Խաբիբին, երբ որ ռինգին դուդուն ջարդել է բանը, Կոնոր Մակգրեգորի, նստած տեղը հիշում ես, շունչը կտրում էր, չերել կարան խոսալ։ Կարա պարտված տեղը հենի նորից խլեշանի Խաբիբին։ Նույնը Հայաստանը, երբ որ ուժերի դիրքեր մեր, երբ որ հաղթանակած դիրքեր մեր եւ Արցախը գտնում էր իր վերահսկողության տակ, ասել Արցախ Հայաստանը եւ վերջ։ Ասել է հայրենասիրական սրտի հաճախ խոսք, բայց արել է դիվանագիտական սխալ, ընկալելի հասկանելի չեմ ասում, 1000 տարի է դրանից ենք խոսում։
Հա եթե սխալը ես քո հարցին պատասխանում եմ էլի ասում եմ եթե չեն մտածում այդ վաղ չեն մտածում այդ վաղ տիա երկրի անմտանգությունը այդ Արցախի երկրի չէ դու այս հավատանում դու չես բավարարվել իմ այդ պատասխանով եթե ես Նիկոլն եմ ես քեզ կասեմ գնել ես Սարայք սխալվել եմ ես Գևորգն եմ եւ մեկնաբանում եմ որ իր արածը դիվանագիտական սխալ է թե նույնիսկ դիտավորյալ ա արել որ ուզել Արցախը կորցնենք նա բախին գորիսում թողել մարդիկ որ փախնում էին էլի որ ասում են փախան Խիեն գորիսում թողել փախնեն լավ նորից անցնել դրան այդ քո որ անվտանգությունից ես խոսում խիա անվտանգությունն է սայրում մարդիկ փախնեն իրենց ասացել որ ասում է փախել են չես թողացել այդ հարցին որ չես թողացել պատասխանեմ երկրորդ անգամ ես հարցը նորից եմ ասում ռազմական դրության ժամանակ քանի որ ես պատերազմ չեմ եղել բայց պատկերացնում եմ որ այդ սահմանամերձ տեղը այդ Հայաստան Ադրբեջան պետք է կանգնացնեի զինվորներ Ղարաբաղցի փախել են Ալեն Սիմոնյանը այդ զրույցը չի արել Ալեն Սիմոնյանը ինչ արել է պատասխանը տվել է հաջորդ երկերում եթե պատասխանը տվել է լավ արել ասում է փախել է դե ղեկավարը ո չես նես շասում նույնիսկ փախել է բայց դու կարաս ասես փախնողներ մի րոպե փախնողներ չեն եղել Բա ես չեմ ասում եմ չեն եղել ես ասում եմ փախել են լավ խի են թողել փախնեն Դե իրակել էլ ասվել է փախնողները եղել երկուսն նույնն է ասում են թողել փախնեն ես այդ հարցն եմ տալի անվտանգություն են ապահովում երկրում խի են թողել փախնեն Չի թողում է պատասխանեմ Արայք ջան ես քեզ ասում եմ քանի որ դե լավ սենց ասեմ ասել ես գիտես դե էս եղել դրա համար սկզբից սենց եմ սկսում ես ընդե չեմ եղել բայց պատկերացնում եմ որ այդ սահմանը որտեղով որ փախել են վերահսկել են զինված ուժերը իսկ զինված ուժերը գտնվել է Օնիկ Գասպարյանի ձեռի տակ եւ հետագայում պարզվել է որ Օնիկ Գասպարյանը բազմա մի քանի գեներալների 20 գեներալների ինչքան որոշել են որ պետք է Նիկոլը պարտությունից հետո հրաժարական ոստիկանությունն էլ էր Ոստիկանության քանի նախարար փոխվել վերջում մի աղջիկ կա հիմա Սրբուի կներես Արփինե Սարգսյանը դառնում այ դու սկացածս վեր օբյեկտը այննես բանկրոստվա գիտես ոնց բանկրոստվան ես բանկրոստվան Ստիպենել մաչին գաշու Հա անգաշ դե անալավ ապրադանին գիտես ես կյանքում դինա վերտինից մի օբյեկտը մարդ այդ օբյեկտը փողել ժողովրդեն տավեր начальник որպես ինքին начальник-ին փողել տավեր Թալես մարդեն դուսկցի ժողովրդն այս գիտես փողերը կերալա լա փալածես խափալա դուսում կցա շո իդ կարիճ կանտորումը դին այն շիլոժիկի ես փողերն ինչ ուտես Ոլովսոնես Արոջան կներես լիմ Էս Էրիկ Բեգլարյան դու լանդի զրույցն եմ անել Հայաստանը 20 թվին ուրան երեխոցի տանք նատովան ուրան բանակն այլ այդտեղ 20 թվի նոյեմբերի 9-ից հետո բանակը կամաց հանալա եւ իր զորքը կամաց հանալա այսինքն այն զինվորները ովքեր որ ծառայությանը մնացել է 6 ամիս մի տարի ծառայությունը բրցել են եկել Հայաստան էլ պատոկ զինվորի պատոկ չի գնացել քանի որ նոյեմբերի 9-ից հետո վերահսկողություն անցել է ռուսների եւ ադրբեջանցիների ձեռը Ղարաբաղը Հայաստանը չէր կարող մտնել թե արդեն դիտարկվում էր որպես ադրբեջանի վերահսկողության տակ եւ ադրբեջանի տարած ռուս հապա դրա համար եկել են որ կուտե կռիվ չլինի բայց քանի որ դու ուշադրություն չես դարձրել ոնց է ռուս հապայի քթի տակ կռիվը սկսել ոնց է ռուս հապայի քթի տակ էթնիկ զտում եղել Արցախում ես քեզ ինչ պատասխանեմ եղբայր գոնե Հայաստանի անունը միտում զինվորների անունը միտում ում разрешено պարոն Փարշինյանն ա տվել разрешение тут ունեն ստորագրած եղել է չէ որ գալիս են Ղարաբաղ ովքեր երբ ռուս Ղարաբաղը իր գլխի է եկել այսինքն Հայաստանի Հանրապետության վարչապետը разрешение տվել որ կան Ղարաբաղ չէ Ենթադրենք այո բայց կարող չտա Ենթադրենք չի ասում թույլ ա տվել չէ որ եկել են առածյա թույլատվություն երկրում Ղարաբաղ պատահի Նայ ոչ թե թույլ ա տվել նույնիսկ խնդրել է որ գա ռուս Ղարաբաղ որպեսզի քեզ այո լավ ինչ ստորագրության տակ են ռուսները եկել թող դու ունես Թուղթը նոյեմբերի 9 թուղթի մած երես տակ չի որ պետք է լիներ ասեի կպահեի հա Խաղապահի գործողություն պետք է անի Խաղապահը պետք է խաղապահություն անի այսինքն թույլ չտա պատերազմ երկու ժողովուրդների թույլ չտա պատերազմը վերնի խաղապահ իրավունք չունի կրվելու խաղապահն է որ գենոցիդ չլինի չգան քեզ գիշերը կոտամեջ կտնեն խաղապահ է տանես ես քեզ ասել եմ խաղապահ պիտի մտածենա կրվի մեջ ես քեզ զրույցում ուրախ ես ու ենթադրում Հիմա մենք խաղապահը ինչ վեր մի հատ օրենք սահմանը չգրալ, վեր ենք ստորագրալա։ Խաղաղ անզեն ժողովուրդը պետք է շարունակեն ապրեին։ Ռուս խաղապահների ազդեցության տակ մինչև 25 թիվը այդ ընթացքում տենային ինչ են անում։ 23 թվին թույլ ա տվել ռուս հայերը դուրս գան ընդեից։ Ինչի համար, որովհետև հասկացել է, որ Նիկոլը Պրահայում ճանաչելով Արցախը Ադրբեջանի մաս, ինքը չի կարա ընդե կառավարի ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին, որովհետև Արցախի հարցը ինքը իրավունք չունի Ադրբեջանին կառավարին, քանի որ արդեն ճանաչել է մեր ղեկավարը, որ ընկնում է Ադրբեջանի կազմի մեջ, Արցախը ինքը չի ճանաչում։ Հարգելիս, իսկ քեզ ով ասել, որ մինչև այդ Արցախը անկախ պետություն էր եւ անկախ պետության կամ Հայաստանի մաս հիման վրա է ռուսական զորքը եկել են դե եկել են ոչ թե քաղաքական թեմայով, այլ եկել են բնակչության անվտանգությունը պահեն, էթնիկ զտում չլինի, եկել են փաստորեն տեսել են որ արդեն ինքը չի կարող Թուրքին ու հային կառավարի, ասում է դե լավ ես ինչ անեմ գնացի։ Հիմա մեղադրում անտե դու լսում ես Պուտինին ասում ես դե սիրտը ցավում է Ղարաբաղի համար։ Իրականում նա սիրտը ցավում է որ ոչ մեկի սիրտը քո երկրի համար չի ցավելու, քեզնից բացի ասեմ իմանաս։ Բայց դու պիտի դիվանագիտություն տանես, դու պիտի դիվանագիտություն տանես, որ իրենք քեզնից կախված լինեն։ Այսինքն պիտի լինի մի հատ կրուչոկ, որը իրենց պետք է։ Ու այդ կրուչոկը դու տաս իրենց այն ժամանակ, որ քո երկրի շահի դեմ, շահի համար օգտագործվի։
Այսինքն Հայաստանը պետք է ինչ որ ազդեցություն ուներ Ռուսաստանի վրա, որ կամ օջախը, որպես տղա, որպես նորմալ մարդ, դու ինձ որտեղ ես դիմավորելու։ Նայ, Ացենտրեք որ կասպերակա պատասխան եթե կամ խոտում, դու կաչին տղա ես, թասիբոլ տղա ես, ես գիտեմ էդ, նորմալ տղա ես, որպես նորմալ տղա դու եթե կամ քեզ խոտունը, խոտան դարպասի մոտ դիմավորելու ես ինձ որպես Արոն եկելա քեզ ուր։ Եթե իմ տուն եկել, իմ տուն եկած մարդը հյուրը սուրբ է, հա, բայց եթե վատ նպատակով եկել, կացին իշնելու է գլխին, բայց եթե Արոն է գալիս, Արոն լավ նպատակով է։ Ես ես գիտեմ։ Հիմա պարոն Փաշինյանը որ ընտրվել էր, Պուտինը եկել էր Հայաստան, քիչ իր դրան դեմը ինքը դիմավորել։ Ճիշտ ասած ես ունեի Պուտինին չի դիմավորի вообще Հայաստան գար, բայց դա ես հացի պատասխանել։ Այսինքն դու կոտում ես չես ընդունի, ես չեմ էլ գա, չէ՞։ Եթե չընդունի։ Քաղաքական թեմա, եթե տունելներ ասում եմ հայ ժողովրդին չեմ թողնում, որտեղ կոտում։ Կոտումն է, էլի քո երկրի ղեկավար որ գալիս է, եթե գալիս է կոտումը, քո օջախը։ Այսինքն կոմանդ օջախ լինի։ Իսկ եթե այդ պահին այլ հյուրեր է եկել, անունը Մարկոս է, Գևորգը գնացել է Մարկոսին, Մարկոսն ճանապարհը լավ չգիտի, բայց Եղբայր, այդ օրը ինչ որ չեմ հիշում ֆորումի անունը ինչ ֆորում էր։ Շատ պետությունների թագավորներ են եկել Հայաստան։ Նիկոլոս գնացել է չեմ հիշում որ թագավորին դիմավորել։ Իսկ Պուտին թագավորին ես չգիտեմ որ։ Որ թագավորին դիմավորել, որ եթե քննություն անում, այսինքն դաշնակից է այդ թագավորին դիմավորել, թե այդ թագավորը որ դաշնակից չէր։ Նայ, նախ առաջինը հնարավոր է նաև որ Նիկոլա դրանով մեսիջ էր հղում Եվրոպային, որ տեսեք թքած ունեն Պուտինի վրա։ Կարող է, բան չունեմ ասել, սխալ արել, ճիշտ արել, դրա պատիժը կարող ասում եք կրել, բայց դե ես ուրիշ ձև եմ նայում, որովհետև Արցախի ճակատագիրը, որ 94 թվականից զինում էր թուրքը, ռուսը թուրքին, հասկանալի էր որ նախապատրաստում է որ Արցախը վերցնի ուժով տա թուրքին։ Տենց էլ արել է, օգնել է, ես կլինուս, ես չեմ ասել, Շոյգուն է ասել։ Շոյգուն ասել, դուք իննա խոստովանում, Պլատոշկինն է խոսում, իրանք ճիշտ ճշմարտությունը խոսում են, Գևորգ Համոտ ճիշտ է գա Հավայի դուրս տա։ Ռուս գեներալն է դա ասում, մարշալն է դա ասում։ Հիմա Նիկոլա այդ օրը ընդունել է տարբեր պետությունների ղեկավարների, այդ բան չեմ հիշում, Դուբայի ղեկավարին էր, թե Ժակշմանն էր, Մակրոնին էր գնացել դիմավորել, իր տեղակալին է ուղարկել, բայց նես չի որ չեն դիմավորել։ Ուղարկել է Մհեր Գրիգորյանը, եթե չեմ սխալվում։ Հիմա ուզում ես դրանով ասես, պետք է Պուտինը պատժեր իր դաշնակցին ու ռազմավարական կարևոր նշանակության տոճկան, որը Ղարաբաղի իր համար ամենառուսամետ ռեգիոնն է Ղարաբաղը։ Ինքը հանձներ բանին Ադրբեջանի թե ինչա Պուտինը չի դի, բայց նորը ես լավ ասի, ասում եմ, այդ եթե Պուտինը չի սիրում Նիկոլին, Իջևանը հանձնել, Հայաստանը հանձնել ամբողջությամբ, Քոչարյանին սիրում է, խիա Քոչարյանի ծննդավայրը հանձնել, Սերժի ծննդավայրը հանձնել։ Այդ տարբերություն է սերի դնում, Ղարաբաղ Հայաստանից որն է, Իջևանից որն է, մի հայ աս չի, մի հայ պետություն չի։ Պուտինի համար, եթե դու ասում ես Ղարաբաղ հանձնել է, եթե Հայաստանի մաս չի, Պուտինը նախ ընդու չես ընդունում որ Պուտինը օգնել է, աջակցել է որ անցնի Ադրբեջանին զորույցի սկզբում։ Հիմա ասում է չի դիմավորել այրապորտում, դրա համար Արցախ կորցրել ենք, չէ՞։ Չեմ ասում է չի դիմավորել կորցրել ենք, ասում է հարց է տվել իսկ էսի ո՞րիշ հարց։ Արայքյան, դու պատրաստ ես քաղաքական թեմաներով խոսաս։ Ես քո հետ կարամ ընկերական, եղբայրական այլ թեմաներով խոսամ, բայց քաղաքական քո խոսքերի մեջ հայտնվում է հակասություններ։ Եվ այդ հակասությունը արդեն դառնում է մեր քաղաքական զրույցը անիմաստ շարունակել ձգել։ Ինչ կասես։ Միգուցե ավարտենք։ Եթե ուզես ավարտենք, բայց իմ մնացած քաղաքական ես գրես չեմ խոսում, ես քաղաքական 3-4 հարց եմ տուալ, դու պատասխանած, առաջի հարցը են արեմ, վեր պարոն Փաշին, անմտագություն անստու խոսալ, ես կեսել ցալեմ, վեր փախչալեմ, Գորիս, քաղաքականությունը չեք խոսել Գևորգ ջան։ Հա, խեստ ու մարդկանց կնած, տակը կարծիմ ես կանալ, դու ինձ էշի net խոսել որպես ջայ։ Ես քեզ որպես ջայ քաղաքական հարցում տաս, քաղաքականությունը այն։ Այլ է քաղաքականություն, կրելն է քաղաքականություն։ Խեյա Գորիս են պոստուպեցել, վեր Ղարաբաղցեք փախչին քո ասած։ Բայց պատասխանալım այնքան դու ոչինչ չես։ Պատասխանա դու կոնկրետ պատասխանի խիապեցել։ Ես խիապեցել։ Նայ, ես քեզ ասում, ես քեզ պատասխանալım Օնիկը 20 գեներալու Հովակալա Նիկոլեն հրաժարական պահանջապատերազմից հետո։ Չէ, պահանջ ոստիկանությունն էր պահում, խիա Գորիսի պոստը բաց եղել։ Ոստիկանությունը պետք է պահեր, խիա բաց եղել։ Ես քեզ ասում եմ, ուժային կառույցները արդարադատության նախարարությունը։ Մեզ ունենք ԿԿԲ, ունենք ԿԿԲ դեպի Ղարաբաղ, Ղարաբաղցուն Երևանից բերել։ Ինչի բերել։ Ես որ սկզբից ասել եմ, ես չգիտեմ ովքեր են դեկանգնել։ Արայիկ ասա, չես ասել, հիմա ասում ես ԿԳԲ։ Փաշինյանը 64% հավաքելու ածայն քաղաքագետ է ուժեղ։ Չգիտես ով պիտի նայեք որ Ղարաբաղը չփաստեն իրենց ասածով։ Հիմա որ կոզերը ասում են, դու ինձ կոզերը սետ տվել։ Ես մի հատ կոզեր տվեցի ԱԱՑ-ի հիշատակելով։ Դու որ ասիր ԱԱՑ-ն պետք է պահեր որ չփախնեին։ Մուրացել ես որ ԱԱՑ-ի պետը վերջում պատիվ ունեմ դաշին կազմել Սերժ Սարգսյանի հետ մնացել մտել են ազգային ժողով։ Այսինքն եթե Վանեսյանի ուղեղում եղել է որ իշխանապողությունը լինի, Նիկոլոս Չելնին վլաստյում։ Ինքը խիպիտի ինձ այնպես անի որպեսզի Ղարաբաղում հաջողություններ գրանցվի։ Միգուցե Վանեսյանին խփել են
Ուզեն են երկիր, որ երկիրն տվեց դրա համար անցել անել, չի ուզել ինքը այդ Վանեցյանը, նայ, եթե ես սխալվում եմ հիմա, Վանեցյանը պետքա կանգներ, ասել Նիկոլը ինձ հրաման ա տվել, որ Գորիսով դարպասները բացեմ, փախնել են դե կրվող տղերքը, բայց իրականում գիտես ինչ ա կատարվել։ Հենց նախքին այդ քաղաքական ուժերի, ենթակա ուժային կառույցների հրամանատարները, պետերը, նախարարները շահագրգռված են եղել, որպեսզի Արցախը կորցնենք, մտածելով Արցախը որոշակի հատվածներ կորցնելով, Հադրութ, Ջաբրայել կորցնելով, Շուշի կորցնելով, իշխանափոխություն կանի Հայաստանի ժողովուրդ Հայաստան, կբերեն Քոչարյանին կամ Ստեր Սարգսյանին, ու իրանք էլ այդ ծրագիրը կիսատ են թողել, որտեղ Հայաստանի ժողովուրդը թքել այդ մարդկանց վրա, ասել է մենք Նիկոլին դավաճանել ասիկ, գնալու ենք ընտրենք Նիկոլին, որտեղ դավաճանը դուք եք եղել, Նիկոլը չի եղել ռազմի դաշտում, դուք եք եղել ռազմի դաշտում, տավարիշի գեներալը թող կանգնեն ասեն Նիկոլը մեզ հրաման ա տվել, որ դուք հետ նահանջեք։ Այ եղբայր, շտաբի պետն ա հրաման տվել հետ նահանջ։ Հիմա շտաբի պետը Գորիս Չայա խմբությունը որոշում թե Քոչարյանը Նիկոլը պետքա հրաժարական տա։ Այդ ինչի՞ց է ռազմական հեղաշրջում մտցնել պատերազմը։ Չի համար անստած, որ շտաբի պետին կոնտրոլի տակ բայ, չէ՞, դες չի։ Շտաբի պետը։ Ես նկարը չգիտեմ, որ այսքան հարաբացիկ փախնում են, փախնում են, չգիտեր, որ ասում են փախել։ Որ գիտեր ինչ անել, ասա տենա կովեջ։ Քիչ դրե պոստերը հետ տվել։ Քիչ են բռնել հետ բերել, քիչ են արել։ Եղբայր, ես մի բան էլ գիտեմ։ Այս պարազինությունը որ ժամանակակից չէ, 18-20 տարեկան է։ Պարազինությունը խոսում են, հեսա դրանից եք խոսանք, պարազինությունը այսօրվա վրա ոչ մի երկրում ժամանակակից չկար։ Բայրակտարները վարշեն որ պարազինությունա, բայրակտար են դեմ, Հալավսկի գերպետությունները պատրաստ չնան։ Բայրակտար են դեմ, բայրակտարները դեմ մոռացալ, զենքեր արտադրել։ Արայք ջան, Նիկոլը չի մեղավոր, որ Արցախցին իր հողը չի ուզում պահի փախնում, բայց Նիկոլը ունի մեղավորություն։ Նիկոլը մարտապտիչ թողներ է դիլներ։ Հա։ Պատերազմը ոնց պիտի հաղթեն ուրիշները, ասեմ ոնց։ Եթե լինում է պանիկա, լինում է փաստը պանիկի տակ, ու մարդկանց հետ չեն տալու, հետ չեն տալիս, այդ պատերազմը կրված պատերազմ է։ 2020 թվին չէ 18 թվից մինչև 21 թվի ԱԱՑ-ի պետը եղել է Վանեցյան Արտուրը, ոչ մեկ չի եղել Արսեն Աբրահամյան։ Խի մեր արցախցիների մեծամասնությունը սխալ ինֆորմացիայով առաջնորդ։ Քիչ է միած քո բլոկում, պոլիտիկ բլոկ կա, պոլիտիկայից մոտիկ է։ Քիչ է մի անգամ որպես արցախցի հարց տալի։ Խի բաց եղել, խի թողել փաստի, խի Վանեցյանը այդ հարցին պատասխանում, այլ կոտրված հարց է, էլի որ ասում եմ։ Ես այդ հարցերի պատասխանները գիտեմ, բայց ես այդ հարցերը բարձրաձայնել եմ հրապարակային, մոտիվացնեմ ժողովրդին, ժողովուրդը հասկանա, որ ասում են Նիկոլը դավաճան է, ապեր Նիկոլը դավաճան է, բայց Վանեցյանը իր դեմ է հենում։ Վանեցյանը ու մեզ ասես ու գիտես որ Վանեցյանն է թողել փաստը, որ Նիկոլի դեմ դուրս գա։ Դու ես ասել ասում ես Գորիսում ԱԱՑ-ն է եղել, ԱԱՑ-ն է փուլտվել։ Ասեմ ասում եմ ԱԱՑ-ն է եղել, ասում եմ Գորիսում համ ԱԱՑ-ն կրվի պատերազմական ժամանակ, դու գիտես ինչ կտինի, համ ԱԱՑ-ն պիտի աշխատի, համ ոստիկանությունը, համ բանակը, կրվի պատերազմը, սա պիտի աշխատեն։ Սա։ Այո։ Այո, ինչ են արել։ Ո՞ղայ։ Այդ նույն ուժային կառույցների տնօրենները դու թախնեն, սա պիտի թողացնին փախչին, պիտի թողացնին, պիտի տիլացնի։ Հարցնում ես պիտի տենցելներ, թե չպիտի տենցելներ։ Ցեղի են թողել, չեն ասում Ղարաբաղի փախեն են, գեւոր։ Զույգ շոն։ Պարաստոյ հարցն տուվա, դու սես ստեղասային են կից Ղարաբաղի փախեն են, չէ՞, կինիսում, մի Ղարաբաղ ծեր տուլս։ Հա։ Ես ասեցեմ Ղարաբաղը ցեղին թողավ է փախչին։ Բայց էլ պատասխանը որովհետև այդ սահմանին կանգնած Լաչինի Միջանսկի Գորիսում կանգնած ուժային կառույցները շահագրգռված են եղել, որ արցախցիները փախտեն, Արցախում կորուստներ լինի, Արցախը թուրքը ինչ որ մի հատված Հադրութը, Ջաբրայելը, Շուշին ոնց եղել է գրավ է, որպես պարոն Փաշինյանն էր։ Ինչը։ Ով է կառավարում այդ մարդկանց, ով է կառավարում երկրի ղեկավարը վարչապետը ով է, ինեն պիտի լսեն, չէ՞ սա։ Ահա, նայ, մեր երկրի ղեկավարը, մեր երկրի ղեկավարը փախնում են, ասեք Ղարաբաղը տային են ինքը տեղյակ չէ լինի, հետ ես ուզում ասես։ Իրա ինքը տեղյակ է, ես ասա տենամ, որ արտեսել։ Իրա թողել ասեն, հա։ Ապեր խիա թողել փախել նորից եմ 6 անգամ ասի, որ Վանեցյանն է եղել եմ դե, Օլիգն է եղել եմ դե, թե ներքին գործերի նախարարն է եղել։ Վանեցյանը ենթարկում էին պարոն Փաշինյանին։ Հասկանում ես, պարոն Փաշինյանը պիտի տեղյակ լիներ սա, տեղյակ չի լինի երկու Դու ճիշտ հարցես բարձրացան, պարոն Փաշինյան, ես քեզ հարց եմ տալիս նախընտրական քարոզարշավի մեջ։ Հա, ես եմ տալիս հարցը, Եթե Վանեցյան Արտուրը ազատության մեջ է, եթե Կողպաշտպանության նախարարը ազատության մեջ է պատերազմի օրերին, դու այսօր իրանց թույլ ես տվել ազատության մեջ, ուրեմն միասին եք եղել այս ամեն ինչի մեջ, ես կան։ Շո։ Նիկոլին դրա համար այս ընտրությունների ժամանակ ժողովուրդը կգնա իր ձայնը տա։ Կընտրի կամ չի ընտրի։ Մինչև Նիկոլին ձայն տալը, Նիկոլը իշխան լինի երկրի վարչապետ, Գևորգի Բերանից չեք լսի իր երկրի վարչապետի ուղղությամբ հայոյան կատելության խոսք վատ բան։ Հետո ով էլ ընտրվի Գևորգը տվյալ վարչապետի ուղղությամբ։ Լինելու է նույնպես հարգալից, եթե նույնիսկ ինքը իր գործունեությունում հակապետական եւ շատ սխալ գործեր է կատարելու։ Բարձրաձայնելու եմ խնդիրներ, քննադատելու եմ ավելի երևի ակտիվ, եթե այդպես պայեն իրանց, բայց երբևիցե հայոյան վատ բան չեք լսի։ Ես ոնց եք պայմանավորվել, քո այդ բաներն էլ ասա ժողովուրդին էլի քաղաքագետնում, որ ես ու դու պայմանավորվել ենք, որ ես քաղաքագետ չեմ։ Ես քաղաքագետ եմ, այ զրույցի մեջ մենք ասեցինք, որ Արայիկը քաղաքականությունն է, կապորացված։ Քաղաքականությունը մեզ չեմ ես, մենք մտնում ենք, պրոստը աբսուրդատ անենք այն, ինչ չկասենք, սանում է Ղարաբաղցիքին։ Բայց Արայիկ, խնդիրը գիտես որն է, դու համ սկզբից ընդունում ես, որ քաղաքականության մեջ խորացված չես բան, ազնվորեն խոստովանում ես, դա լավ է, բայց երբ որ սկսում ես արդեն քաղաքական թեմաներում դու սենց ասես պնդել,
ոչ թե միտք արտահայտել սпасել որի քաղաքականությունից մի թեթև հասկանում ես, այդ չի նշանակում դու քաղաքագետ ես։ Դու քաղաքականությունից շատ բան մի քայլերով մտածես կյանք շուրջ, օբշի սի մասշտաբնի չէ, բայց դու ես դրա մաչին, բայց դու կաս դրա մաչին, դու քաղաքականության մեջ դու կաս Գևորգ, ես կամ մեջ քաղաքականության մեջ ես եղել եմ որպես ակտիվիստ, ակտիվ քաղաքացի, որպես քաղաքական երևույթների, պրոցեսների մեկնաբան, բայց ես ոչ եղել գնացել միտինգ, ռուսի դեմ միտինգ որ անում էի, դու եք չկայիր, բանը Բլոկադա եղավ։ Նայ, ռուսի դեմ չէ միտինգը, ռուսից պահանջատիրության համար։ Դեմ գնացել էի միտինգի։ Դու կարաս բաժանես հանուն քո ժողովրդի եւ ընդդեմ ռուսի հասկացողությունները։ Տիգրան Պետրոսյան հազգանու կների Տիգրանի եթե սպայի մոռացեմ։ Տիգրան Պետրոսյան չի եղել։ Տիգրանը, որ գնացել է, բժիշկ էլի, որ գնացել է դու անձամբ։ Ես գնացել եմ Տիգրանի ձեռքը սխմել եմ, ասել եմ դեղինա իրանց պահանջատերելն է, բայց Տիգրան ջան, պտուղ չի տալու, սա որովհետև ես ու դու չպիտի ստե կանգնենք, Արայիկը պետք է իրանց հետ հարցերը լուծի, որտեղ մենք ընտրել ենք Արայիկին, մեր հարցերով զբաղվի։ Տիգրանը ստեից գնացեք, էլի պետք չի, հա, այդ հա միտքով։ Չէ, գնացել եմ ասել եկել է ստեից, ինչ պայմաններով ես, ինչ կետերով, քիչ ես այդ պայմանները կետերը պաշտպանում, իրանք էլ ասել են, ձեր հետ չենք խոսում, գնացեք стеից, бан, мы военнослужащие, мы политическим вопросам нам не касает, мы не хотим об этом говорить։ Մեզ մերժել են, նույնիսկ մեկ ավտոմատը ուզեցել է Զարեշատանին, վրա ասում է, եկել ես իմ հողում ինձ ուզում ես մի հատ սպանես։ Ես քեզ ասում եմ, ձեր հրամանատարին ընված Վոլկովներ թե M1-ներ, Մուրադովներ, չեմ հիշում, ասել եմ ձեր հրամանատարին կանչեք ստե, մենք հարցեր ունենք։ Կրակ են արել տղերքը, գիշերը մնացել են, մասնակցել եմ, պատիվ եմ համարում, որ մասնակցել եմ նման ցույցի, բայց ես չեմ ասել ռուսի դեմ եմ։ Ես գնացել եմ հանուն Արցախահայության, այն Արցախահայության, որ Վազգեն Շանթուլան գալիս քֆուրա տալիս։ Շատ լավ կներեք էֆիր ամորակ վերջը, այդ տրանելի հիշեցի, դրան նմանները շատ են ուղակի։ Գալիս են հայհոյում մի տողու, ով որ իրանց խնդիրների համար գլուխ է ճղում, առողջությունը փչացնում։ Արայիկ ջան, ցավը տանեմ, դու ճիշտ ես մեկնաբանում, երբ որ հարցադրումը սխալ ես անում, ակնկալում ես ես սխալ պիտի պատասխանեմ։ Պետք է ուղղեմ քո հարցադրումը։ Ես ընդդեմ ռուսի չեմ գնացել։ Ես հանուն Արցախահայության եմ գնացել։ Եվ պատասխան եմ պահանջել, ինչ գործառույթ ունեք դուք, որ ձեր գործառույթը չի իրագործվում։ Մենք անվտանգ չենք, մենք սովամահություն ենք գնում։ Եվ այլն, լավ, ես էֆիրում ասես, էֆիրները լավ նայում էին, իրանք դիտում էին։ Ասես Սարոն Փաշինյան, ես ինչ ա կատարում։ Ռուսին բերել ես։ Ինչ աստուգես, ինչ պայմանագրերը, ինչ օրինակի համար դու որպես արցախցի քեզ չի ուզում որ ոչ մի տեղ մեր գերիների մասին զրույց չի գնում, որ ոչ մի տեղ մեր արցախի մասին զրույց չի գնում։ Դու որպես բեժենց ես հիմա Հայաստանում։ Ով ես դու, ով ես, որտե՞ղ ես լքված եմ իմ ծննդավայրից, բայց շարունակում եմ ապրել իմ հայրենիքում։ Նայ, մի հատ գաղտնիք էլ ասեմ։ Փաշինյանին ինչու՞ չեմ ես դիմել այս հարցերով։ Մի հատ գաղտնիք ասեմ, Փաշինյանին ես չեմ ընտրել։ Փաշինյանն ընտրել է Երևանցին, Ջևանցին, Գորիսեցին, Հայաստանի Հանրապետության 10 մարզերի բնակչությունը։ Բայց ես մի գաղտնիք էլ ասեմ, ընտրել եմ ինձ սեփական իշխանությունները, Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Արայիկ Հարությունյանը ինչու պետք է ես իմ ձայնը ուղղեմ դեպի Նիկոլ Փաշինյան, եթե ես ընտրած նախագահ ունեմ։ Եվ իրան դիմել եմ ինքն էլ տատիկ պապիկի արձանի մոտ գալուց հունիսի 1-ին երեխաների օրը ինձ տեսել ռիսկի մնացած 30 մետր քայլ 30 քայլ որ հասնից ցես ակնոցները բարձրացրել է տեսել ես եմ որ հաֆսար զգաս աճ դարձ են տալիս ես զինվորներին չէ սենց աճ դարձ արել ռիսկի դեպի այնտեղ պալատկեկ էր խփած այդ պալատկեքի մոտ ես շիշանը հացը տասնենա կներես Գևորգ եշի ասմաուժը քաղաքագետի հարցրուտես հասկանում է անվտանգության երաշխավորությունը ինչ է նշանակում քո գաղափարով Յուրիստ Էտերի փրտնես մի հատ բարդ քիմիական ֆիզիկական հարցա տվել անվտանգության երաշխավորությունը տվյալ բնակչության անվտանգության մասին է ոչ թե կենթանիների ոչ թե կենթանիների անվտանգության ոչ թե անտառապահպանության ոչ թե ես քաղաքականություն տոնակ հրեի եմ Գևորգ դու մոտ ես էլի Պնդումները սանում հասկանում է անվտանգության երաշխավորը ինչ է նշանակում քո գաղափարով Գաղափար չէ, դա պարզ բան է, ոչ որ ասես ինչա նշանակում ոսկի, ինչա նշանակում արծաթ։ Օրենք սամաներ եմ, հիշ գտել եք, շիշ պունկտեր եք այստեղ։ Ապել պունկտերը ասում եմ, պետք է ձեռս սրին ընթերցեմ, նոյեմբերի 9-ին պունկտերը։ Ասում են դու քաղաքագետ ես Արայիկը չէ, իր այդ ինչ ես գլուխ դրել։ Դու քաղաքագետ ես, ինձանից ուժեղ ես ամեն ինչով, գաղափարը տալի ուժեղա, ինձ բացատրի որ ես ու Արայիկը մեր չափերում ենք զրուցում, այսինքն ինչ կարում ենք, այն ենք զրուցում, ինչ գիտենք, ինչ տեսել ենք։ Նայ, ես արտահայտվել եմ մտքեր ճիշտ տենց պիտի խոսեմ, որ քեզ դուք չի եկել, իմ մտքերը ի՞նչ մտքեր են։ Հո ծաղկի ծառի կեսաբանության մասին չէ, քաղաքական մտքեր են։ Դու անդրադարձել ես, հակադրվել ես իմ մտքերին, եւ ես ասել եմ, արի միասին զրուցենք քո այդ հակադրված դիրքերով, որ Արցախահայությունը, որ քո նման էմոցիաներով չշարժվի, զգացմունքներով չշարժվի, ինձ էլ լսի քեզ էլ, բայց մի բան էլ ստե գլխավորը, որ Արցախահայության մի հատված էր, որ քֆուր քյաֆարով է խոսում իմ հանդեպ։ Հասկանա, որ Արայիկն էլ է իրաց քաղաքական միտքը կրում, բայց իմ հանդեպ քֆուր քյաֆար չունի։ Նույնը ես Արայիկի միտքը չեմ կիսում եւ Արայիկի հետ հարգալից կարող ենք մենք զրուցել։ Երկու կարևոր խնդիր է։ Թե քաղաքական իմ մտքերի բարձաբանում, բացատրություն լուսաբանում, թե ցույց տալ մարդկային հարաբերություններ ժողովրդին, որ կարան հակառակ քաղաքական մտքեր կրենք, բայց իրար հանդեպ լինենք եղբայրաբար եւ հարգալից։ Այսքանը։ Մի հատ դուշի հարցն որպես Ղարաբաղցի, որ ասես որ Պակո Սահակյանը
մնացած վենը թոքին ծյուրմումը ուրախս տու դրամարա նայ դες ինչ մասում այս հարցը համաձայն ես պատասխանით ել այդ խոխաս կոյնիլի վախնա համաձայն ես եմ ուշնասեմ պրոպտոր հետա քիրազույցը դա հետենես այս սենյակն այն սպասում եմ ջասկում որ եթե պատասխանել մեր գործեր են ես չեմ նեղանում որ Արայիկը չի նայել իմ տեսանյութերը բոլորը պարտավոր չի նայի բայց ես տեսանյութը անցած տարի նախանցած տարի ասել եմ սիրտս ցավում է իմ համար բազորա որ հայը ազգությամբ հայը գտնվում է Բաքվի բամտում որտեղ թուրքը ասում է երմենիները մեր գաղութում են ծաղրում են բարենանում այս առումը բայց այն որ ես կուզենայի իրանք ընդերից ազատվեին շուտապույտ վերադառնային Հայաստան եւ Հայաստանի դատարանում իրանք պատասխան տան իրար արածների համար ես դա շատ եմ ուզում բայց ես չեմ ուզում թուրքերի բամտում լինել բայց կուզենամ ստե սանր պատիժ կրեն իրանք կատարած մեղքերի հանցագործությունների համար կոնկրետ է ասենեսով ավլաստին որ ուզում ես որ այդ հարցը բարձրացնեն որ իրենց հետ բերեն մի րոպե այդ մարդը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության ներսում որ իրանք այդ հարցը բայց ով պետք է բերեգավորներ տանի որ բերեն հետ այսինքն Հայաստանի Հանրապետության վարչապետը չէ Արայիկ ջան, բերեգավորներ գնացել է, չէ՞ որ այդքան տղերք են եկել, ես վերջում այդ 4 գերի ազատվել։ Հիմա ինչ գիտես, այն ժամանակ էլ էին ասում, այսօրվա իշխանությունը չի խոսում գերիների մասին։ Բարձվելակ գերիներ են եկել։ Հիմա նորից դու ես այդ նույն զրույցը անում։ Միգուցե էսա մի ամսից, մի տարուց, երկու տարուց գալու են, եղբայր ինչ շտապում։ Մեր համատակությունը Արցախը հովանա ապահով է, Հայաստանի Հանրապետությունը Թաչե Գևորգ։ Մինչև 20 թվականի նոյեմբերի 9-ը Արցախի Հանրապետությունը։ Դրանից հետո Ռուսաստանի Դաշնությունը Արցախի պաշտպանության բանակը։ Լավ Արայիկ ջան։ Այլ պակաս կներես գաղափի նղացրապենը քրալ ինչ որ մեր հարցերով ոստերի հարցերը չդատու է, ոչ մի հարց նղացրա նորմալ է։ Հա, ես հաճելի եթեր եմ համարում, սա համով զրույց է եղել։ Ինչա՞ է, որպես Ղարաբաղցի ինձ է հաճելի բրատ։ Սիրելի Արցախայցուն ես իմ կոչից կանեմ, որ անկախ մեր քաղաքական հայացքներից եւ ընդհանրապես բոլոր հայերին ասում ովքեր իմ եթերը տեսել են, Արայիկի անձի ուղղությամբ ոչ մի վիրավորական խոսք, Արայիկի մտքերին ես իմ հետևորդներին բոլորին թույլ եմ տալիս, որ հակադրվեն, ասեն Արայիկը սխալ է խոսում, չեն ընդունում։ Չի դա, բայց պետք է չի իրար քուրտ տանք, եթե քեշ նորմալ մարդուն դա չէ ճանաչում։ Արայիկ ջան, ես Էրիկ Բեգլարյանին, ով որ տակա ակտիվ մեկնաբանություններ ա գրում, մի քանի անգամ մատնացույց եմ արել իրան եւ խնդացել, որ հետո եթերը նայես իմանաս, որ իր գրածի համար եմ խնդացել, ոչ թե քո վրա եմ խնդացել, ինձ կարողացել։ Բեգլարյանի այսքան ժողովրդի մոտ չգիտեմ ինչքան մարդ մեզ նայում, ես իմ մոտ ցույց չտալիս։ Եթերը շատ մարդ ալսելու։ Հրավիրում եմ Արայիկի նման, Արայիկից լավ տղա չլնես, հրավիրում եմ քեզ հետ իմ հետ ուղիղ եթեր այն գրած հարցերը շուրջ, հարցերը թղթի վրա գրում ես, գալիս եթերում պատասխանում եմ։ Եթե այդքան ռիսկ ունես, դուխ ունես Արայիկի չափ, մտի զրուցի, Արայիկ այդ մարդը եկավ, զրուցեց իր հարցերի պատասխանները ստացավ, հիմա իր բարի գիշեր ենք ասում։ Էրիկ Բեգլարյան, կգա սպասում։